Շարունակում ենք Reform 2026 աշխատարանի հանդիպումների շարքը, մեր հերթական խոսնակը ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, պարոն Ռուբինյան, նախ շնորհակալություն, որ մեր հրավերը ընդունել եք ու այստեղ եք գտնվում, ես զուտ կարճ ներկայացնեմ հանդիպման ձևաչափը, մենք ունենք on-line ձևաչափով հարցերի գրանցման հարթակ, մասնակիցները գրանցում են, ըստ հերթականության առաջ ենք շարժվում, Սկզբից ես ձեզ կխնդրեմ հնարավորինս բացման խոսքով կարճ անդրադառնալ իմ ներկայացրած հարցին, հետո մասնակիցները կգրանցվեն եւ ըստ հերթականության առաջ կգնանք, միայն կխնդրեմ հնարավորինս կարճ պատասխանենք հարցերին, որպեսզի շատ մասնակիցներ հնարավորություն ունենան հարց տալու առումով եւ կուզենայի առաջին որպես հարց նաեւ որպես բացման ելույթ դուք անդրադառնայիք հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում կարգավորման գործընթացը արդեն մի քանի տարի է մեկնարկել եք ու դուք ներգրաված եք ուղղակիորեն այդ գործընթացում կուզեմ ներկայացնեք այս պահին ինչ հաջողություններ ունենք ինչ կարող ենք սպասել առաջիկայում քանի որ շատ հաճախ նշվում է որ առաջիկայում ինչ որ բաներ կսպասվեն լուրերի մասին են խոսում կխնդրեմ հնարավորինս հակիրճ ներկայացնեք այս process-ում ինչ արդյունքներ ունենք ինչի սպասենք հետո անցնենք մասնակիցների հարցերին Ողջունում եմ բոլորիդ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման այս գործընթացը սկսել է 2022 թվականի հենց սկզբին եւ այս գործընթացը առաջինը չէ, 4-րդն է, եթե ավելի հստակ ասենք, 4-րդ պաշտոնական է եւ նման փորձեր արվել են Հայաստանի բոլոր կառավարությունների օրոք կամ այսպես ասենք բոլոր ղեկավարների օրոք եւ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք եւ Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ Սերժ Սարգսյանի օրոք եւ հիմա էլ Նիկոլ Փաշինյանի օրոք կան մի շարք քայլեր, որոնք արդեն իսկ արվել են, կան մի շարք քայլեր, որոնց շուրջ կա պայմանավորվածություն, դեռ չեն արվել դրանք։ Ինչ է արվել, հենց սկզբից վերագործակցվեցին Երևան-Ստամբուլ չվերթները, որոնք մի քանի տարի չէին գործում հնարավորություն է ստեղծվել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ իրականացնելու, մինչև դա հնարավոր չէր, երբ որ ասում եմ ավիաբեռնափոխադրում, նկատի ունեմ ոչ թե որ մարդը նստում է օդանավ եւ իր հետ իր ուղեբեռն է տանում, այլ ներկրում, այսպես ասենք, ավիաներկրում Վերջերս մարտին թուրքական ավիաուղիները սկսեցին թռնել Երևան, այսինքն եւս մեկ ընկերություն սկսեց թռնել Երևան, նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել անի պատմական կամուրջը վերականգնելու շուրջ, ինչը ավելի մշակութային համագործակցություն է, ինչ է անի պատմական կամուրջը, դա անի պատմական անի քաղաքի միակ մասն է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, դրա կեսը Այսինքն Ախուրյան գետի վրա է եւ կամրջի մի հատվածը գտնվում է Թուրքիայի տարածքում, մյուս հատվածը Հայաստանի տարածքում ու քանդված է, դա պետք է վերականգնվի։ Եվ ամենակարևոր պայմանավորվածությունը, որ ձեռք ենք բերել, Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելն է եւ այս առնչությամբ Հայաստանի կողմից արդեն Մարգարա կոչվող անցակետը վերականգնված է, թուրքական կողմը երկար ժամանակ այս ուղղությամբ ոչինչ չէր անում, բայց վերջերս նրանք էլ են վերականգնել իրենց կողմից անցակետը, որը կոչվում է Ալիջան, եւ սպասում ենք այդ պայմանավորվածության իրագործմանը եւ նաեւ անընդհատ քննարկման թեմա է Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, արդեն երկու անգամ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են, որպեսզի տեխնիկապես գնահատեն, թե ինչ է պետք անել, որպեսզի Գյումրի-Կարս երկաթգիծը վերագործարկվի։ Այսինքն կա քաղաքականապես ըմբռնում, որ Գյումրի-Կարս երկաթգիծը կարգավորման գործընթացում նույնպես պիտի բացվի եւ տեխնիկական քննարկումներ են դրա վերագործարկման համար անհրաժեշտ պարամետրերի շուրջ։ Սա է, եթե կարճ գործընթացը այս փուլում։ Շատ լավ, արդեն իսկ ունենք գրանցվողներ, կխնդրեմ խոսափողը փոխանցել Միլենա Այդինյանին։
Բարև ձեզ, ես Միլենան եմ Այդինյան, Երևանից, սովորում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի առաջի կուրսում եւ իմ հարցը պարոն Ռուբինյան հետեւյալն է։ Վերջերս մի աղմկահարույց հայտարարություն է արվել ԿՊ-ի կողմից, եթե ընտրություններում ԿՊ-ն չընտրվի, ապա պատերազմ է սկսվելու։ Այստեղից մենք կարող ենք հետեւություն անել, որ ընտրություններից է կախված Հայաստանի Հանրապետության խաղաղությունը։ Իմ հարցը հետեւյալն է. Սա ավելի շատ սպառնալիք է, թե ծրագիր։ Շնորհակալություն։ Իհարկե ձեր մեջբերումը այդքան էլ ուղիղ եւ ճիշտ մեջբերում չէր, բայց ձեր հետեւությունը ճիշտ էր։ Նկատի ունեմ, այո, խաղաղությունը կախված է ընտրություններից, իհարկե։ Ընդ որում ոչ միայն այս ընտրություններից։ Խաղաղությունը միշտ կախված է ընտրություններից, որովհետեւ ընտրությունների ժամանակ են, չէ՞, քաղաքական ուժերը առաջարկում քաղաքականություն եւ կախված նրանից թե մարդիկ որ քաղաքականություն են ընտրում, երկիրը շարժվում է կամ խաղաղության ուղղությամբ կամ հակառակը։ Եթե իհարկե խոսում ենք այն երկրների մասին, որտեղ կա խաղաղության եւ պատերազմի հարց, ասենք, չգիտեմ, Լյուքսեմբուրգում չկա խաղաղության եւ պատերազմի հարց։ Հաջորդը քաղաքացիական պայմանագիրը ինչ է ասում։ Մենք ասում ենք մի շատ պարզ բան։ Հունիսի 7-ի ընտրություններին տարբեր քաղաքական ուժեր առաջարկելու են տարբեր ճանապարհներ։ Քաղաքացիական պայմանագիրը առաջարկում է շարունակել այն ճանապարհը, որով մենք արդեն իսկ գնում ենք։ Այսինքն, ունենք ստորագրված խաղաղության հռչակագիր Վաշինգտոնում, ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր, ունենք հստակ արձանագրում, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա, այսինքն այն որ բաժանում ենք այդ ուրվագծով սահմաններով, ունենք պայմանավորվածություն, որ տարածաշրջանային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն, ընդ որում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության ամբողջական հարգմամբ, ունենք պայմանավորվածություն ԱՄՆ-ի հետ իրագործել հայ-ամերիկյան TRIP բիզնես նախագիծը ենթակառուցվածքային։ Այս ինչ ես ձեզ հիմա նկարագրեցի, այն խաղաղության ճարտարապետությունն է, որը այսօր ունենք։ Այն ճարտարապետությունն է, որը թույլ է տալիս, որպեսզի օրինակ վերջին 8-9 ամիսներին ոչ մի կրակոց հնչած չլինի մեր սահմաններին։ Այն ճարտարապետությունը, որի շնորհիվ 2 տարի 1 ամիս, 2 տարի 2 ամիս արդեն մեր սահմաններին ոչ մի զոհ չի եղել։ Սա մենք ենք առաջարկում։ Հիմա ինչ է առաջարկում ընդդիմությունը։ Ընդդիմությունը ասում է, այս խաղաղությունը այդքան էլ լավը չի։ Ոնց են իրանք դա ասում։ Մեկը ասում է սա իրական խաղաղություն չի, մյուսը ասում է սա ուժեղ խաղաղություն չի։ Մյուսը ասում է սա արժանապատիվ խաղաղություն չի։ Իրանք ասում են դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց ընդհանրապես լեզվական կոնստրուկտներում ես դեմ չեմ այս ինչին բայցից հետո հնչում է պատճառաբանություն, թե ինքը ինչի է իրականում դեմ դրան։ Հիմա իրանք ինչ են ասում։ Իրանք օրինակ ասում են, հենց այսօր ազգային ժողովում մեր դաշնակցական գործընկերներից մեկը ելույթում ասաց հետեւյալը. «Չէ, մենք դեմ չենք խաղաղությանը», ու հետո սկսեց ասել, դե այդ խաղաղության պայմանագիրը ինքը բան չի, ինքը ավարտուն տեքստ չի, ինքը ուժ չունի այդ տեքստը։ Նկատի ունենալով, որ պետքա վերաբանակցել այդ տեքստը։ Իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են, որ խաղաղության պայմանագիրը մեր համար ձեռնտու տեքստ չի, հիշեցնում եմ, խաղաղության պայմանագիրը արդեն տեքստ է, որի շուրջ բանակցություններն ավարտված են, երկու կողմերը Հայաստանն ու Ադրբեջանը ֆիքսել են, որ այդ բանակցություններն ավարտված են, գնացել են օվալաձև սենյակում, աշխատասենյակում ստորագրել են դա նախագահ Թրամփի հետ միասին։ Դրա հետ մեկտեղ մի հատ էլ խաղաղության հռչակագիր են ստորագրել։ Ու դրա հետ մեկտեղ ամիսներ շարունակ երկու կողմերն խոսում են, որ այդ դրա հիմքով խաղաղություն է։ Հիմա իրանք ասում են, չէ, դա հաստատուն տեքստ չի, եւ վերաբանակցելու ենք։ Սահմանազատման գործընթացի հետ կապված իրանք ասում են, այդ Ալմատայի հռչակագիրը չպետքա լինի միակ հիմքը սահմանազատման։ Ասում են, ինչ որ աշխարհագրական, ասենք, պետքա սարերով, գետերով անել, ես ինչ եք բռնել կպել այդ քարտեզից խորհրդային Հայաստանի, կամ ասում են դեմոգրաֆիական հիմքով է պետք սահմանազատում անել, այսինքն հարցականի տակ են դնում ինքնին են ֆունդամենտալ հիմքը, որի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ TRIP-ի մասով ասում են, դե հա, լավ TRIP, բայց չէ, էլի մի երկու երկիր էլ է պետք մտցնել այդ TRIP։ Երկրներ, որոնք ուղիղ
հակամարտության մեջ են Ամերիկայի հետ։ Այսինքն հայ-ամերիկյան նախագծի շուրջ մենք պայմանավորվածություն ունենք, իրանք ասում են, չէ, մի երկու երկիր էլ է պետք մտցնել։ Դա նույնն է, ինչ ասել է թրիպը չի լինելու։ Եվ հետեւաբար այս ամեն ինչը եթե կպցնում ենք իրար, եթե իրանք ասում են Ղարաբաղյան հակամարտության էջը փակված չէ։ Եվ եթե հավատանք նրան, ինչ իրանք ասում են, ինչ է ստացվում։ Եթե քաղաքացիական պայմանագիրն է հաղթում, Հայաստանը շարունակում է գնալ այն ուղղությամբ, որով գնում է։ Ընդ որում ոչ մի զիջում չի պահանջվում դրա համար։ Մենք այդ խաղությունը այսօր ունենք արդեն։ Մենք չենք ասում, այ մենք եկեք ընտրենք մեզ, որ լինի խաղաղություն։ Մենք ասում ենք այսօր արդեն կա խաղաղություն, եկեք ընտրեք մեզ, որ հետ չֆռանք այս ճանապարհից, որպեսզի չլինի պատերազմ։ Հիմա սա առաջին ճանապարհն է, որով կարող է գնալ Հայաստանը։ Երկրորդ ճանապարհը հետևյալն է։ Եթե մարդիկ ընտրեն ընդդիմությանը, ինչ եմ եզակիով խոսում, որտեղ դա նույնն է, էլի, բարձր չէ, որ եթե քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն չի հավաքում, ընդդիմությունն է, հավաքական ընդդիմությունն է մեծամասնություն հավաքում, ու իրանք 100% հավանականությամբ կոալիցիան կազմելու ինչ որ մեկին ընտրեն վարչապետ, բայց ոչ ռուսաստանցի օլիգարխին, որովհետև Հայաստանի քաղաքացիությունից բացի նա նաև այլ քաղաքացիություններ ունի։ Այ եթե իրանք սկսեն իրագործել իրանք քաղաքականությունը, կրկնում եմ, ինչ է իրանք քաղաքականությունը, խաղաղության, ճարտարապետության վերաբանակցում։ Դա ավտոմատ նշանակում է լավագույն դեպքում վերադարձ նախա Վաշինգտոնյան իրականություն, երբ որ խաղաղություն չէր, այսինքն բախումներ, պարբերական հարձակումներ, զոհեր եւ այլն։ Դա լավագույն դեպքում։ Իսկ առավել հավանական եւ վատագույն դեպքում լայնամասշտաբ պատերազմ։ Որտեղ եթե իրենք գալու են եւ ասեն, չէ, մենք համաձայն չենք միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը այն հայտնի քարտեզի հիման վրա։ Կամ եթե գան ասեն, չէ, մենք համաձայն չենք, Ղարաբաղյան շարժումը ավարտված չի։ Ինչի պետք է չլինի պատերազմ, կարող է ինչ որ մեկին բացատրել։ Սա ոչ շանտաժ է, ոչ մի բան, սա պարզ պատճառա հետևանքային կապի ցուցադրություն է, այսքան բան։ Ընդ որում սա ներողություն է, եթե երկար եմ պատասխանում, բայց սա կարևոր է։ Ամենագլխավոր մեղադրանքը ուղղված քաղաքացիական պայմանագրին բոլոր կողմերից, այդ թվում հենց քաղաքացիական պայմանագրի անդամների կողմից հենց իրանց։ Այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հենց իրեն։ Ո՞րն է։ Որ ինչի 2020 թվականին պատերազմի առաջ չեկաք եւ չասացիք Ժորժ ջան, մենք գիտենք, որ այս միտքը պոպուլյար չի, բայց վերահաս պատերազմ կա եւ SN ռիսկերը, որը ասեմ ձեզ, ինքը լեգիտիմ քննադատություն է։ Հիմա մենք անում ենք այն, ինչի համար, ինչը չանելու համար մեզ քննադատել են մեկ տարբերությամբ։ Եթե 20 թվականից առաջ, որպեսզի դա ասենք, նախ պետք է ինքներս դրան հավատայինք, ինչը ամենևին այդպես չէր։ Երկրորդը դա ասելը ենթադրում էր զիջումներ, հիմա դա ասելը ոչ մի զիջում չի ենթադրում։ Այդ խաղաղությունը կա արդեն։ Ընդհանրապես պետք է պահել այդ խաղաղությունը։ Սա է։ Պարոն Ռուբինյան, հասկանում եմ, որ տարողունակ հարցի են հնչում, բայց հնարավորինս կարճ պատասխանենք։ Հաջորդ հարցի համար Ռոբերտ Ղազարյանին փոխանցենք խոսափողը։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար, պարոն Ռուբինյան, հարցս հետևյալն է, երբ մեկ քաղաքական ուժ, այս պարագայում քաղաքացիական պայմանագիրը իշխում է ոչ միայն այն պատճառով, որ իշխանություն է, այլև որ այլընտրանքները շատ ավելի թույլ են, ինչ կասեք, ինչ ապացույցներ եք դուք օգտագործում ոչ միայն դատելու, այլև մեզ ժողովրդի ցույց տնելու, որ դուք իրականում ղեկավարման ընթացքում բարելավում եք ղեկավարման որակը, այլ ոչ թե կոնսոլիդացնում ձեր ուժը մեկ իշխանական կենտրոնի շուրջ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իրականում ցանկացած դեպքում միշտ ուժը իշխում է, որովհետև ինքը արկա ուժերից համարվում է լավագույնը քաղաքացիների մոտ։ Միշտ չկա այլ դեպք։ Նույնիսկ 2018 թվականին, երբ որ մենք նոր էինք եկել իշխանության, չէ, համատարած համաժողովրդական էյֆորիայի պայմաններում մեկը մենք եկել էինք իշխանության, մենք էինք եկել իշխանության, որտեղ արկա ուժերից մենք էինք համարվում լավագույնը։ Այսինքն դա նորմալ է, ընտրություն, բայց դրա անունը ի՞նչ է ընտրություն, որտեղ դու ընտրում ես տարբերակների մեջից, դրա անունը ծննդաբերություն չի, որտեղ դու քաղաքական ուժ չես ծննդաբերում օդից։ Մարդիկ ընտրում են այն ուժերից, որոնք կան։ Ինչպես ես կապացուցեմ, որ ոնց ասեցիք, որ մենք բարելավել ենք կառավարման որակը, այլ ոչ թե կոնսոլիդացնում ենք իշխանությունը, դե եկեք բան անենք, ինչ ասեմ, եկեք չափենք, էլի։ Դուք բոլորդ 18, հա, 18 տարեկան եք։ Հա, 18-ից բարձր, 20, հա, միջինը։ Հիմա դուք քանի տարեկան եք։
Դուք 16 տարեկան եք եւ հետեւաբար դուք ծնվել եք 2010 թվականին։ Հա։ Դե դուք ձեզ չեմ կարող ասել վերհիշեք Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիները կամ Քոչարյանի, որովհետև դուք 8 տարեկան էիք Թավշյա հեղափոխության ժամանակ, բայց օրինակ ձեր ծնողների սերնդին ես բացատրելու կարիք չէի ունենա ուղղակի, որովհետև ընդհանրապես քաղաքացիական պայմանագրին հաճախ կարելի է նույնիսկ մեղադրել, որ ինքը որոշ շրջան բավարար չափով նույնիսկ չի կարողացել կոնսոլիդացնել իշխանությունը։ Օրինակ, եկեք ձեզ հիշեցնեմ 2021 թիվը։ Գլխավոր շտաբը իր ամբողջ կազմով հայտարարություններ արել պահանջելով վարչապետի հրաժարականը։ Հասկանում եք։ Իսկ գլխավոր շտաբը հեչ նորմալ չի, որ կոնսոլիդացված չլինի, ինքը պետք է ամբողջովին կոնսոլիդացված լինի։ Նախագահը ազատորեն հակադրվում էր, քաղաքականապես հակադրվում էր իշխանությանը։ Հիմա էլ նախագահ չի հակադրվում եւ պետք էլ չի որ հակադրի, որովհետեւ նախագահի ֆունկցիան դա չի ենթադրում, բայց ազատորեն հանրապետության նախագահ իր ֆունկցիաները իրագործում է։ Սերժ Սարգսյանի ժամանակ կարող էր նախագահը, նկատի չունեմ Սերժ Սարգսյանը, նախագահը նախագահական համակարգի նախագահ կարող էր անել այն ինչ անում էր մեր օրոք։ Քաղաքացիական պայմանագրի իշխանության օրոք գրանցվել է առաջին դեպքը, երբ որ մարդու իրավունքների պաշտպանը միջև իր ժամկետի վերջը պաշտոնավարել է։ Թաթոյան Արմանը, որը հիմա հպարտորեն ընդդիմադիր գործունեություն է ծավալում։ Միջև մեզ որևէ մարդու իրավունքների պաշտպան միջև իր ժամկետի ավարտը չի պաշտոնավորել, որովհետև բոլորը ինչ որ մի կետում, երբ որ մի քիչ շատ են հանդգնել քննադատել իշխանությանը, ճնշումների տակ դուրս են եկել իրանք։ Էլ ինչ ասեմ, այսինքն համալսարանները ազատ են, բոլորը կարող են արտահայտվել։ Մամուլի մեծ մասը չի հակաիշխանական է։ Վերցրեք, նայեք ցանկացած, օրինակ, չգիտեմ, ճեպազրույց։ Խորհուրդ կտամ իմ ճեպազրույցը օրինակ վերցնել եւ նայել։ Տեսեք իմ շուրջ հավաքված լրագրողներից քանիսն է տալիս պրոիշխանական տոնայնությամբ հարց։ Լավագույն դեպքում 1։ Ասենք 15-ից 1-ը։ Ազգային ժողով կառավարություն հարաբերությունները։ Բազմաթիվ դեպքեր են լինում, երբ որ օրինակ նախագիծը կառավարությունը բերում է, բայց ազգային ժողովը չի հաստատում։ Դեպք ա եղել, երբ որ ազգային ժողովի օրինակ խմբակցությունը որոշել է, որ X նախարարի աշխատանքից գոհ չի, այդ X նախարարը լքել է իր պաշտոնը։ Ու այսպես շարունակ։ Դեպքեր, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները դատվել են։ Իրական եթե ինձ հարցնեք, ես իմ լավագույն եւ մեր լավագույն ձեռքբերումը համարում եմ այն փաստը, որ քաղաքացիական պայմանագրի անդամներ կան, որոնք դատվել են կամ դատվում են։ Մեր իշխանության օրոք պաշտոնավարած վարչապետ Փաշինյանի նշանակած նախարարներ կան, որոնք դատվում են, դատվելու, այսինքն կոռուպցիոն մեղադրանքով, կարծեմ մեկին նույնիսկ ուժի մեջ բան կա, մտած դատավճիռ կա։ Նախարարներ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ, փոխնախարար ու այսպես շարունակ։ Այսինքն ինչ որ մեկ այն ժամանակը պատկերացներ, որ իշխող ուժի նախարարը կարող է կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվի, իհարկե ոչ։ Հաջորդ հարցի համար Նարեկ Էսոյան։ Ողջունում եմ բոլորին, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այսօր այստեղ գտնվելու համար։ Պարոն Ռուբինյան, հարցս հետևյալն է. արդյոք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների գործընթացում հաջողությունը մեծապես կախված է Թուրքիայի քաղաքական կամքից եւ կամ որքանով է կախված եւ Հայաստանը ինչ կոնկրետ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի չդառնա այս գործընթացը միակողմանի զիջումների շարք։ Կանխավ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Այո, իհարկե Թուրքիայի քաղաքական կամքից է կախված, որովհետև Հայաստանում այդ քաղաքական կամքը կա։ Հայաստանի կողմից որևէ խոչընդոտ չկա, որ հենց վաղը մենք հաստատենք դիվանագիտական հարաբերություններ եւ հենց վաղը ունենանք բաց սահման։ Եվ անկեղծ ասած, ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչի Թուրքիան պետքա դա չանի։ Եվ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա։ Իսկ ինչ վերաբերում է զիջումներին, ախր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում շատ է խոսվում, այ զիջումներ, արդյոք կան զիջումներ, ինչ զիջումներ, բայց ինչ զիջում։ Օրինակ կարող եք մատնանշել մեկ զիջում, որը մենք Թուրքիայի հետ հարաբերություններում արել ենք այսքան ժամանակ։ Չեմ ասում, 2, մեկ զիջում։
Չկա։ Չկա ուղղակի, որովհետև իրականում Հայաստանի եւ Թուրքիայի մեջ խնդիր չկա էլ։ Ինչ զիջել չզիջելու բան չկա էլ։ Որևէ խնդիր Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հիմա արկա չէ եւ ես սա ուզում եմ շեշտադրել նաեւ հենց Թուրքիայի քաղաքական կամքի արտահայտման անհրաժեշտության կոնտեքստում, որովհետեւ եթե խնդիր չկա, ինչու ավելի արագ չունենալ կարգավորված հարաբերություններ։ Եվ ես վստահ եմ, որ մենք շուտով կունենանք կարգավորված հարաբերություններ։ Շնորհակալություն։ Այդ զիջումների շարքում չեմ պնդում, բայց շատ հաճախ նշում են հայոց ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգից կամ առաջնահերթությունների օրակարգից հանելը, եթե այս մասով կուզենաք արձագանքեք, Ուզենամ, բայց եկեք սկսենք այն փաստից, որ ցեղասպանության, ոչ թե ցեղասպանություն, այլ ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Ինչ ա եղել հայտարարությունը, Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեր առաջնային առաջնահերթություններից չէ, այո։ Իսկ երբ է ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձել արտաքին քաղաքականության առաջնահերթություն, գիտեք։ 1999 թվականին, բայց դա չի խանգարել, որ ինչ-որ երկրներ, օրինակ մինչև 99 թվականը ճանաչեն ցեղասպանությունը կամ 2000, չգիտեմ, 20-ից հետո ճանաչեն։ Նկատի ունեմ, ո՞րն է այդտեղ զիջումը։ Մենք մեր պատմությունից չենք հրաժարվում, մեր հիշատակի օրից չենք հրաժարվում, մեր հիշողությունից չենք հրաժարվում։ Ո՞րն է զիջումը, ես լավ չեմ հասկանում։ Մյուս հարցի համար Արեն Նահապետյանին փոխանցենք խոսափողը։ Բարև ձեզ, Արեն Նահապետյան։ Կան հարցեր, որոնք տաբու են ու արգելված են, բայց ես այդ հարցերը կտամ, ես պատկերացնում եմ իշտեղի կունենա այս հարցը հնչեցնելուց ու հրապարակելուց հետո, բայց յուրաքանչյուր հասարակություն, յուրաքանչյուր ազատ հասարակություն ենթադրում է, որ իր մեջ տեղ կա բոլորի համար, ու հիմնականում ինչպես տեսնում ենք, մեր երկիրը գնում է եվրոպական ուղեծրով ու մենք ինչպես գիտենք, Եվրոպական միությունը ազատ հարթակ է բոլոր տեսակի մարդկանց համար, կրոնական, սեռական փոքրամասնություններ եւ այլն։ Հարցս հետեւյալն է, ինչու մենք չենք ընդունում համահավասարության, իրավահավասարության օրենքը Հայաստանում, որովհետեւ գնում ենք Եվրամիություն եւ օրերից մի օր այդ օրը գալու է, որպիսի Հայաստանում նման օրենսդրական կարգավորումներ լինեն մարդկանց իրավահավասարությունը հաստատելու համար ու արդյոք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում կան հոմոֆոբներ։ Շնորհակալություն։ Վերջին հարցի հետ կապված չգիտեմ, կարող եք հերթով բոլորին սկսել հարցնել։ Ենթադրում եմ, որ կան, որովհետև ենթադրում եմ, որ ես ոչ մի բանաֆոբ չեմ։ Ենթադրում եմ, որ կան, որովհետև մեր հանրության բոլոր շերտերում էլ կան։ Եվ քաղաքացիական պայմանագիրը հանրությունից անջատ ինչ-որ բան չէ։ Իրավահավասարության մասին օրենքի հետ կապված լավ չհասկացա, ինչ օրենքի, ինչ-որ կոնկրետ նախագծի մասին է խոսքը։ Եթե այո, ես չգիտեմ այդ ինչ նախագիծ է։ Եթե ոչ, ես դեմ չեմ, եթե դուք ինչ-որ մտքեր ունեք, կարող եք կիսվել ինձ հետ կամ մեզ հետ եւ քննարկենք։ Իրավահավասարության մասին օրենք հիմնականում ի նկատի ունեն սեռական կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող որևէ օրենսդրական նախաձեռնություն։ Ուղղակի քանի որ տաբու հարց է, վտանգավոր է էլի ասել ԼԳԲՏ-ին պաշտպանելու օրենք։ Ասում են իրավահավասարության օրենք։ Այսինքն խոսքը վերաբերում է կոնկրետ այդ հարցին։ Զուտ եթե ավելացնեմ, որ նաև Հայաստան ԵՄ ինտեգրացիոն գործընթացներում այդ հարցը հակախտրականության մասին ինչ որ օրենսդրական փաթեթ է պետք, ավելի այդ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանության մեխանիզմներ նախատեսելու համար։ Դե կրկին, քանի որ մենք հիմա կոնկրետ նախագծի մասին չենք խոսում, բան չեմ կարող ասել, բայց ընդհանուր առմամբ իրավահավասարությունը երաշխավորված է մեր սահմանադրությամբ։ Այսինքն մեր սահմանադրությամբ ֆիքսվում է, չէ, որ բոլորը հավասար են եւ հավասար են օրենքի առաջ, եւ որ մեր երկրում կան բոլոր այն ազատությունները, որ մարդ պետք է ունենա։ Եթե նկատի ունեք, որ տարբեր այլ նախաձեռնություններով կարելի է սա ավելի ուժեղացնել, դեմ չեմ, բայց դա կոնկրետ քննարկման թեմա է։ Մյուս հարցի համար Լաուրա Միքայելյանին փոխանցենք։
Ողջունում եմ պարոն Ռուբինյան, Լաուրա Միքայելյան, Բրյուսովի անվան պետական համալսարան։ Պարոն Ռուբինյան, մենք անցում ենք կատարում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան։ Արդյոք ձեր նախընտրական օրակարգում կա մի տեսլական, որը կմիավորի հասարակությանը այդ գաղափարի շուրջ, թե 2026 թվականի ձեր գլխավոր թեզը լինելու է պարզապես նախկինների վերադարձի կանխումը։ Շնորհակալություն։ Դե այդ ենք էլի անում, այդ չենք անում։ Այսինքն ինքնին են հարցը, որ դուք տալիս եք, որ մենք պատմական Հայաստանից իրական Հայաստան ենք մտել, նշանակում է, որ մենք առնվազն մեր խոսույթը ձեզ մտածելու կամ հարցադրում անելու տեղիք հա չէ տվել։ Իրականում նախքին ներկա թեմայով մի բան ասեմ, էլի։ Մեզ բացարձակ դուր չի գալիս այդ թեման, բայց մի հատ փոքրիկ խնդիր կա։ Այդ նախկինները մեր ներկա անդիմությունն են։ Այսինքն մենք չենք կարող իրանց իգնոր անել, որովհետև իրանք են մեր անդիմությունը։ Ես մեղավոր չեմ, որ Քոչարյանը չի ուզում գնա թոշակի, եւ առավել եւս մեղավոր չեմ, որ բանտում չի հիմա, որովհետև ես չեմ դատավորը։ Չնայած կարող է կարծիք հնչել, որ քաղաքականապես մեղավոր եմ, գուցեև, չգիտեմ։ Բայց կամ ես մեղավոր չեմ, որ ասենք Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարի միլիարդատեր եղբայրը եկել մտելա քաղաքականություն չլինելով միայն Հայաստանի քաղաքացի։ Նկատի ունեմ, մենք աշխատում ենք նրա հետ, ինչ ունենք որպես ընդդիմություն։ Թող ժողովուրդը չընտրի իրանց, հենց այսօր էր վարչապետ Փաշինյանը ըստ երևույթին կոչ անում այդպես անել, որպեսզի այդ մարդիկ չհայտնվեն էլ խորհրդանում, բրցնենք այդ թեմայից։ Ուզում եմ ես մեծ հաճույքով կլինեմ ես նախկինը, վիճեմ ապագայի հետ։ Բայց ինչ անենք, որ այդ մարդիկ մեր ներկայիս ընդդիմությունն են։ Բայց իրականում այստեղ խոսքը երբ որ ասում ենք նախկին ներկա, մենակ բանի մասին չէ, որ մենք ասում ենք իրանք ոչ մենք ասում ենք, այլ դա փաստ է, էլի, որ իրանք կոռումպացված ավտորիտար նախկին համակարգն են։ Այստեղ վեճը նաև այդ պատմական եւ իրական Հայաստանների մեջ է, որովհետեւ իրանք ինչ են ասում, չեմ ասում բառացի, բայց իրանք ասացի մեխը որն է, որ չէ, եղբայր, չէ, ինչ իրական Հայաստան, մեզ պետքա մեր պատմական Հայաստանը, մեզ պետքա մեր երգիրը, ելիր դաշնակ դրո, ես իմ հայդատ, իրանց քաղաքական պլատֆորմի հիմքը էտա, հայդատն է, իրանք երբ որ իշխանության են եղել 1918-ից 1920 թվականներին, դաշնակցությունը, իսկ դաշնակցությունը գաղափարական հայրն է այսօրվա ընդդիմության, իրանք կորցրել են այն ժամանակվա իրական Հայաստանի կեսը, հետո այդ կորցրած կեսը եւ ցավը եւ պատմական հիշողությունը, նկատի ունեմ կորուստի հիշողությունը, դարձրել են, կապիտալիզացրել են որպես քաղաքական եւ ֆինանսական բան, շահույթի մաս։ Ու իրանք անընդհատ գալիս են, չեն ուզում այդ պահի իրականը պահեն, ընկնում են պատմականի հետևից, արդյունքում այդ իրականի մի մասը նորից դառնում է պատմական, ստեղծում է նոր հայդատ, նոր լացուկոց, ու տենց շարունակ անդադար։ Ձեր հետ էլ կոռուպցիայով են զբաղվում, կամ ձեր հետ էլ Հայաստանը ուզում են մտցնել այլ երկրների տիրապետության տակ։ Հիմա մենք ասում ենք եկել է ժամանակը այս շրջափուլը կոտրել։ Սա ենք մենք առաջարկում, մենք չենք առաջարկում 26 թվականից հետո, ելի խոսենք նախկինների մասին։ Ասեմ ավելին, ես ձեզ բոլորիդ առաջարկում եմ, հանգարց ում ուզում եք ընտրեք, նախկիններին չընտրեք, թող իրանք էլ ազգային ժողով չգան, ես այդքան ներվ չունեմ։ Պարոն Ռուբինյան, ուզում եմ այս հարցի մի փոքր լրացում անել։ Հայաստանում կան քաղաքական դերակատարներ, հասարակության մի ստվար հատված, որ օրինակ կողմ կլինեն, որ այդ նախկին ճակերտավոր քաղաքական ուժերի գործունեությունը Հայաստանում դադարեցվի։ Օրինակ նախորդիվ մենք ունեցել ենք խոսնակ, ով դրա մասին է խոսում եւ հատկապես 2018-ից հետո դրա մասին ավելի մեծ պահանջարկ կար, հա, կարիք կար հանրության շրջանում։ Ըստ ձեզ, քանի որ դուք օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եք, կարելի է նման օրենսդրական հիմքերի մասին մտածել, եթե դրանք չկան, եթե կան, արդյոք կան արդեն բավարար օրենսդրական հիմքեր, օրինակ դրա մասին մտածել, որովհետեւ կասկածամտություն նաև այստեղից է գալիս, որ դուք այդ քայլերին չեք գնում, քանի որ հարմար ընդդիմություն ունեք։ Դե տեսեք, օրինակ այդ ասողները 100%-ով վստահում են մեր, ինչ ասեմ, մեր ազնվությանը, որովհետև երբ որ դու քո երկրի կառավարությանը կոչ ես անում մեկին արգելել, իսկ ինչ գիտես ինքը ոնց է չափելու, ով է նախկին, կամ տակը ինչ հիմք է դնելու,
ինչ նկատառումով այն քարկելում այս կամ այն ուժին։ Չէ, նկատի ունեմ ես դեմ եմ դրան, եթե ավելի ուղիղ ասեմ։ Ինչ եմ ես դեմ։ Ես դեմ եմ, որ Հայաստանում որևէ կուսակցություն ուղղակի քաղաքական նկատառումներից ելնելով արգելվի, որովհետև մեր համանդությունը դες բան չի սահմանում։ Մի անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է 90-ականներին Դաշնակցությանը արգելել, բայց ինչքան էլ ես վատ վերաբերվեմ Դաշնակցությանը քաղաքականապես, ես դա էլի չեմ համարում, որ ճիշտ է եղել։ Այսինքն մեր օրենսդրությունը հստակ սահմանում է, որ կուսակցությունները կարող են գրանցվել, գրանցում ունենալ, որոնց գրանցումը դադարեցվի։ Չեմ խոսում ընտրությունների մասին, ընդհանրապես կուսակցության գրանցումը։ Եվ այտենց խոսք կա, չէ, որ լավ նպատակներով է կառուցված ճանապարհը դեպի դժոխք։ Լավ, ասենք այսօր որոշեցինք, որ իրանց պետք է արգելել, բա որ վաղը որոշենք, որ ռեստարտ հիմնադրամն է պետք է արգելել։ Չէ, ուղղակի այտենց որոշենք, որ ռեստարտ հիմնադրամը վատ գործունեություն է ծավալում։ Բանը մի քիչ, ինչ եմ, ծայրահեղացնում եմ, բայց նկատի ունեմ դա լավ ճանապարհ չի։ Լավ ճանապարհը հետեւյալն է. ժողովրդավարությունը շատ լավ բան է, որը մենք այսքան ժամանակ չենք ունեցել եւ 18 թվականից ունենք վերջապես։ Պետք չի ուզենալ, որ կառավարությունը ձեր տեղը ընտրի։ Դուք ընտրեք կառավարության տեղը։ Ուզում եք, որ այն ուժերը, որոնք ընտրակաշարք բաժանելով են զբաղված ու մարդկանց շունշ անգյալ են անվանում, ուզում եք, որ իրանք հայտնվեն պատմության աղբանոցում։ Գնացեք ուղարկեք իրանց պատմության աղբանոցը, մի ընտրեք իրանց։ Ձեր բարեկամներին ասեք, մի ընտրեք այս մարդկանց։ Ու վերջ, իրանք կանհետանան։ Միակ պատճառը, որ իրանք կան մինչև հիմա, այնն է, որ մեր հանրության մի փոքր հատված իրանք ընտրել է, չընտրեն, իրանք չեն լինի ուղղակի, կկորեն։ Իհարկե, իրանք ֆինանսական ռեսուրսները կմնան դրա համար մամուլով միջավայրը ահագին կմխտրեն, բայց դրան էլ լուծում կա, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման օրենքը արդեն սկսել է գործել, 2018 թվականից այդ օրենքի շրջանակներում եւ ոչ միայն հաշտություններով եւ դատավճիռներով 700 միլիոն դոլարից ավել փող վերադարձվել է պետական բյուջե եւ գնալով իրանց այդ ապօրինի հարստությունը կքչանա եւ դրան զուգահեռ նաեւ կքչանան իրենց ծախված լրագրողների անորակ եւ ներվայնացնող նյութերը։ Հաջորդ հարցի համար Մելինե Պողոսյանին փոխանցենք։ Շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Ես Մելենե Պողոսյան եւ հարցս հետեւյալն է։ Ադրբեջանի հետ ընթացող հնարավոր խաղաղության շուրջ բանակցություններում Հայաստանը տեսանելի քայլեր է ձեռնարկել թե խոսույթների, թե գործնական մակարդակում, մինչդեռ Ադրբեջանի պարտավորությունները մնում են ավելի պակաս հստակ։ Կարող եք նշել հստակ դեպք, երբ մենք հրաժարվել ենք Ադրբեջանի կոնկրետ պահանջից, քանի որ դրանք հատել են մեր կարմիր գծերը եւ որոնք են մեր կարմիր գծերը, բացի թրիփի վերաբերվող դրույթից, ըստ որի դրա նկատմամբ պետք է պահպանվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Շնորհակալություն։ Դե բա քիչ է, այսինքն դուք ինքներդ մեկը նշեցիք, չէ՞։ Բոլորը ասում են, Միչանսկ են տալիս, հիշում եք ադրբեջանական կողմը ինչ հայտարարություններ էր անում, բայց արդյունքում ստորագրվեց հռչակագիր խաղաղության մասին, որտեղ հստակ որը ըստ էության հռչակագիրի այն մասին, որ Միչանսկ չի լինելու արտատարածքային իմաստով, լինելու է ճանապարհ ինքնիշխանության ներքո, հետո դա նաև հաստատվեց հայ-ամերիկյան թրիփի շուրջ ստորագրված փաստաթղթով։ Ես այլ դեպք էլ կարող եմ ասել, եթե հիշում եք, մի քանի տարի առաջ ադրբեջանական կողմից պնդում էին, որ համենայն դեպս տենց հայտարարություններ էին հնչում, որ դե սահմանազատման հիմքը պետք են լինեն պատմական քարտեզները նաև։ Մենք ինչ էինք ասում, ասում ենք ոչ, հիմքը պետքա լինի խորհրդային միության փլուզման պահին համապատասխանաբար Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության եւ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության միջև արկա սահմանը։ Եվ այդպես էլ եղավ, որովհետեւ Ալմաթայի հռչակագիրն է ֆիքսված որպես սահմանազատման հիմք։ Բայց բացի դրանից դուք ասում եք Հայաստանը կատարել է ամեն ինչ եւ այլն, իսկ Ադրբեջանը չէ, բայց Ադրբեջանը մի հատ եկեք իհարկե պոպուլյար չի ասել թե ինչ է արել Ադրբեջանը, բայց եկեք մի ոչ պոպուլյար բան էլ ես ասեմ, էլի։ Խաղաղության հռչակագիրը ստորագրվել է օգոստոսին, ճիշտ է, այն ժամանակ մեր ընդդիմադիրները, նախկինները, այսինքն ներկա ընդդիմադիրները եւ հուսով եմ ապագայում քաղաքական դաշտից դուրս գտնվող մարգինալները ինչ էին ասում, ասում են
միջանցք են տալիս, հետագայում ապացուցվեց, որ տենց չի, եւ ասում էին, այս պայմանավորվածությամբ Հայաստանը ճանապարհ կտա Ադրբեջանին, բայց ինքը կմնա շրջափակման մեջ։ Դա ասում էին օգոստոսին։ Հոկտեմբերին արդեն առաջին անգամ 1993 թվականից հետո Հայաստան երկաթգծով բանա մտել ոչ փոթեից, հասկանում եք, ղազախական ցորենը եւ նաեւ ռուսական ցորենը։ Ադրբեջանի տարածքով երկաթգծով, դե իհարկե հետո ինքը մտել է Վրաստան, հետո Հայաստան։ Առաջին անգամ, այսինքն մեզ համար ճանապարհը ավելի շուտ է բացվել, քան Ադրբեջանի համար։ Արդյունքում մենք ստացել ենք այլընտրանքային ցորենի հացահատիկի այլընտրանքային աղբյուր ղազախականը, իսկ ռուսական ցորենի համար ստացել ենք այլընտրանքային ճանապարհ, որտեղ այն ժամանակ միայն լարսն էր, հիմա կա երկաթգիծը։ Դրանից բխող բանով, գնի իջեցմամբ, դիվերսիֆիկացիայով այսպես շարունակ։ Ադրբեջանից հնարավորություն ենք ստացել մեր տնտեսվարողները, հնարավորություն են ստացել նավթամների մթերքներ գրել։ Ու այսպես շարունակ, այսինքն սա երկում գործընթաց է, երբ որ մենք ասում ենք, այս վերջերս օրինակ աղմուկը հանել ազգային ժողովի նախագահի մի պնդում, չէ, որ ասելա մենք ենք Ադրբեջանի անվտանգության երաշխավորը, Ադրբեջանն էլ մեր անվտանգության երաշխավորն է։ Ինքը ինչ է նկատի ունեցել, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեն ապրել խաղաղության մեջ, այդ խաղաղությունը լինելու է։ Ոչ ոք ավելի լավ չի կարող երաշխավորել խաղաղությունը, քան Հայաստանը եւ Ադրբեջանը։ Եթե երկու երկրներում էլ ժողովուրդները եւ կառավարությունները չուզենան պատերազմ, չի լինի այդ պատերազմը։ Եթե երկու երկրներում էլ ուզեն, որ ենթակառուցվածքները բացեն եւ տրանզիտ անցնի իրանց երկրներով, բնականաբար հավանականությունը պատերազմի կփոքրանա, որտեղ երկուստը կհասկանան, որ իրենց ձեռ է տալիս։ Օրինակ ներկրվող հացահատիկի գինը իջնում է, ներկրվող նավթամթերքի գինը իջնում է, ու այսպես շարունակ։ Էլ չեմ ասում այն փաստը, որ հիմա ոչ մենք ենք կրակում, ոչ իրանք են կրակում, ոչ մեր մոտ զոհ կա, ոչ իրանց մոտ զոհ կա։ Եվ սա պետք է գնահատել։ Ու սրա մեջ ոչ մի անարժանապատիվ բան չկա, ոչ մի անարժանապատիվ բան չկա նրա մեջ, որ 18 տարեկան երիտասարդին դագաղի մեջ չեն բերում եւ թաղում։ Դրա մեջ ոչ մի անարժանապատիվ բան չկա։ Հակառակը շատ արժանապատիվ է, երբ որ 18-ամյա երիտասարդը դագաղի մեջ չի հանձնվում հողի։ Դրանից արժանապատիվ բան չկա։ Հաջորդ հարցի համար Նազելի Պետրոսյան։ Ես Նազելի Պետրոսյանն եմ, իրավագիտության առաջին կուրսի ուսանողուհի, եւ հարցս վերաբերվում է ակադեմիական քաղաք նախագծին, որը ներկայումս գտնվում է ուսանողության թե հետաքրքրությունների, թե քննադատությունների կենտրոնում։ Ուզում եմ հասկանալ, ինչ սկզբունքով են ընտրվել այն պետական եւ մասնավոր բուհերը, որոնք պետք է տեղափոխվեն ակադեմիական քաղաք, եւ ակադեմիական քաղաքի արկայության պայմաններում ինչ է լինելու տվյալ պետական բարձրագույն ուսումնական հաստատության եւ մասնավոր հաստատությունների կառույցների հետ։ Ինչպես նաև նշում է, որ սրա հիմնական նպատակը դա կրթության որակի բարձրացումն է, բայց ձեր գնահատման, պարոն Ռուբինյան, եթե կրթությունը կենտրոնացվի մեկ վայրում եւ նույն պրոֆեսորադասախոսական անձնակազմը տեղափոխվի տվյալ վայր, նույն ուսանողական խումբը տեղափոխվի տվյալ վայր, ապա այդ դեպքում կրթության որակը արդյոք բարելավելու է կամ բարձրանալու է, եւ եթե պրոֆեսորադասախոսական անձնակազմը բերվելու է դրսից, այս դեպքում մենք ունենք տվյալ ուժ եւ ռեսուրսը, որպեսզի այդքան գումար ծախսենք նման բաների համար։ Շնորհակալություն։ Ձեր հարցի սկզբի մասին չեմ պատասխանի, որովհետև չեմ կարող, շատ մասնագիտական հարց է, որ ես այդ ոլորտին այդքան էլ ծանոթ չեմ, էլի, բայց վերջին մասին կարող եմ պատասխանել։ Նախ գումար պետք է ծախսել կրթության վրա։ Եթե կա մի բան, որտեղ պետք է առանց ափսոսալու գումար ծախսել, դա կրթությունն է, ընդ որում եւ անհատական մակարդակում եւ պետական մակարդակում։ Պետք է, որովհետեւ առանց կրթության մենք առաջ չենք գնալու ուղղակի։ Հաջորդը նայեք, բուհը ինչ է, ինքը հո մենակ մի հատ սենյակ չի, որտեղ դասախոսը գալիս է, մի երկու հատ բանը կոնսպեկտ է կարդում, կոնսպեկտ չէ, բան, ինչ են դրան ասում։ Լեկցիա է կարդում, կոնսպեկտ են գնում են տներով, հետո գալիս քննություն են հանձնում, գրում են եւ այլն։ Այդ հո բան չի։ Դա ճիշտ կրթություն չի։ Բուհը ենթադրում է ակադեմիական միջավայր։
Այդ միջավայրը պետքա բաղկացած լինի շենք շինություններից եւ ենթակառուցվածքներից, եթե խոսում ենք, ասենք, ոչ հումանիտար գիտություններից նաեւ այնտեղ լաբորատորիաներ եւ այլն, գրադարաններից, այգիներից, ուսանողների եւ պրոֆեսորակ դասախոսական կազմի եւ ասպիրանտների իրար հետ շփումներից եւ այսպես շարունակ։ Հիմա եկեք անկեղծ լինենք։ Որտեղ եք դուք սովորում, ասացիք։ Եվրոպական համալսարանը, ես այդքան էլ ծանոթ չեմ եվրոպական համալսարանի, բայց օրինակ երբ որ ես ԵՊՀ-ում էի սովորում, հեռավոր 2006 թվականին, երբ որ ընդունվեցի, ես չեմ տեսել դա, չեմ տեսել ես ակադեմիական միջավայր։ Ու ես չեմ մեղադրում այն ժամանակվա ԵՊՀ ղեկավարությանը, ոչ էլ հիմա եմ մեղադրում, չգիտեմ։ Հիմա, այսինքն դա բավարար զարգացած չի եղել մեր բուհական համակարգը։ Բայց մյուս կողմից, երբ որ ես գնացի սովորելու Անգլիայում, ես տեսա ոնց է աշխատում այդ համակարգը, ես տեսա ինչ է նշանակում ակադեմիական համակարգ։ Եվ այսպես շարունակ։ Հիմա ի՞նչն է գաղափարը, որ ստեղծել կլաստերներ, այսինքն երբ որ ինչ-որ մի բան, մանավանդ երբ որ որակյալ ինչ-որ բան ես ուզում ստանաս, ավելի լավ է քիչ լինի դա, միտեղ կենտրոնացնես, բայց գոնե որակ ապահովես։ Այսինքն ավելի լավ է դու ունենաս մեկ համալսարան շատ լավ լաբորատորիայով, քան 5 հատ համալսարան շատ վատ լաբորատորիաներով։ Եվ կարծում եմ գաղափարը դա է։ Սա ես քաղաքական մակարդակում պատասխանեցի ձեր հարցին, էլի, ավելի տեխնիկական իրոք չեմ տիրապետում, չեմ կարող։ Հաջորդ հարցի համար Արեն Դերձյան։ 2017-18 թվականներին դուք Հրանտ-Դինգ հիմնադրամի գծով հետազոտություն եք իրականացնում Սամբաջը համալսարանի կից Ստամբուլի քաղաքականության կենտրոնում, որը հայկական տիրույթում հաճախ հիշատակվում է որպես թուրքական հատուկ ծառայությունների եւ ազգայնական էլիտաների մեծ ազդեցություն ունեցող կառույց։ Ինչու մինչ օրս չեք հրապարակել այդ հետազոտության ամբողջական տեքստը, մանրամասն հրապարակային հաշվետվություն չեք տվել այն մասին, թե հատկապես որ կառույցներն են ձեզ ֆինանսավորել, ում հետ եք հանդիպել եւ ինչ եզրակացությունների եք եկել Թուրքիայում քաղաքական տեխնոլոգիաների վերաբերյալ։ Ես նախ ինչ է դրա Հրանտ Դինքի հիմնադրամը։ Հրանտ Դինքը հայազգի Թուրքիայում ապրող հայազգի լրագրող էր, որին թուրք ազգայնականը սպանեց 2007 թվականին։ Երևանում Հրանտ Դինքի անվան դպրոց կա։ Եվ Թուրքիայում էլ կա Հրանտ Դինքի անվան հիմնադրամ, որը ղեկավարում է Հրանտ Դինքի դուստրը։ Այդ հիմնադրամը ուներ ծրագիր, որտեղ Հայաստանից եւ Թուրքիայից տարբեր մարդիկ մի քանի ամիս անցկացնում էին համապատասխանաբար Թուրքիայում եւ Հայաստանում, թուրքերը Հայաստանում, հայաստանցիք Թուրքիայում։ Այնտեղ դա ուսումնական ծրագիր չէ, դա կոչվում էր fellowship։ Ֆինանսավորումը իրականացնում են Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, դեսպանատունը ներողություն։ Ես այդ ծրագրի շրջանակներում Ստամբուլում անցկացրել եմ 5 ամիս։ Ես չեմ սովորել այնտեղ։ Ես Սաբանջի համալսարանում չեմ եղել երբեք։ Ես չգիտեմ այդ համալսարանը նույնիսկ որտեղ է։ Ես եղել եմ այդ հետազոտական կենտրոնում, որը կոչվում է Ստամբուլի քաղաքագիտության կենտրոն, հա, եթե ուղիղ թարգմանենք, որը այդ ակադեմիական կլաստերում չի, այլ տեղ է։ Ես չեմ ունեցել ղեկավար, ես չեմ ունեցել դասախոս, ինձ ոչ մեկ դաս չի տվել։ Այդ fellowship-ը ենթադրում էր, որ ես պետք է ինքս հետազոտություն անեի այդ թեմայի շուրջ։ Ինչի չեմ հրապարակել, որտեղ ես չեմ արել այդ հետազոտությունը, որտեղ ժամանակից շուտ եկել եմ Երևան, այդ շատ պարզ պատճառով։ Եվ այսքանը։ Եթե ձեր հարցը ուզում եք ավելի ուղիղ ձևակերպեի, կարող եք հարցնել ինձ, արդյոք ես Թուրքիայի գործակալ եմ, ես ձեզ ուղիղ կպատասխանեմ, որ ոչ։ Այսքան երկար ասելու փոխարեն կարող եք դա հարցնել, ես էլ ասեի։ Հաջորդ հարցի համար Լաուրա Սարգսյան։ Բարև ձեզ, պարոն Ռուբինյան, ես Լաուրան եմ Սարգսյան, սովորում եմ Եվրոպական համալսարանում։ Իմ հարցս հետևյալն է, բոլորիս գաղտնի չէ, որ ձեր հայրը Կարապետ Ռուբինյանը եղել է հայոց համազգային շարժման հիմնադիր հայրերից մեկը, եւ դուք որպես երիտասարդ քաղաքական գործիչ ինչու չընտրեցիք հայազգային կոնգրեսը եւ դարձաք ՔՊԻ հիմնադիր անդամներից մեկը։ Չէ՞ որ երկու կուսակցությունների գաղափարներն էլ ինչ որ չափով համընկնում են։
Շնորհակալություն։ Շնորհակալություն չեն համընկնում։ Համենայն դեպս հիմա հաստատ չեն համընկնում։ Հիմա Հայոց համազգային շարժում դե չկա, ՀԱԿ է դարձել կոնգրես եւ իրենց գաղափարախոսությունը համընկնում է Դաշնակցության գաղափարախոսության հետ։ Իմ գաղափարախոսության հետ հաստատ չի համընկնում։ Հաջորդը իմ հայրը 2011 թվականին դուրս է եկել ՀՀՇ-ից, իսկ 2000 եւ ՀԱԿ-ն էլ դե կուսակցություն չէր, դեռ բան էր, նախաձեռնություններ, այնտեղից էլ կարծեմ 2012 թվականին է դուրս եկել եւ ես այդ ժամանակ 22 տարեկան էի։ ԿՊ-ն հիմնադրվել է 2015 թվականին որպես կուսակցություն, իսկ որպես քաղաքացիական նախաձեռնություն 2013-ին։ Հետևաբար նախ այնպես չէր, որ հայրս այդ կուսակցության հետ էր, որ իր պատճառով միանայի դրան, երկրորդը ես միևնույն է չէի միանա, որտեղ ես աջակցել եմ քաղաքականապես նրանց մինչև 2009 թվականի կեսերը, հետո ես հասկացա, որ առանձնապես աջակցելու բան այնտեղ չկա։ Հաջորդ հարցի համար Գրիշա Մարգարյան։ Շնորհակալություն, պարոն Ռուբինյան։ Դուք բազմիցս նշել եք, որ հայ-թուրքական հարաբերությունները ընթանում են առանց որևէ նախապայմանների, սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորեն միմիայն հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո, արդյոք դա դե ֆակտո նախապայման չէ եւ ինչպես եք դուք հակազդում նման նախապայմաններին բանակցությունների ժամանակ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Դուք այդքան էլ ճիշտ չմեջբերեցիք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, բայց մեղը դա չի։ Իմ եւ իմ թուրք պաշտոնակցի նկատի ունեմ հատուկ ներկայացուցիչի բոլոր հանդիպումների արդյունքներով մեր արտգործնախարարությունները նույն տեքստն են հրապարակել, նույն մամլո հաղորդագրությունը, որտեղ ֆիքսված է, որ պայմանավորվեցինք գործընթացը շարունակել առանց նախապայմանների։ Եվ մենք ելնում ենք դրանից։ Մենք դա ենք պայմանավորվել։ Արդյոք Թուրքիայից հնչում են բարբերաբար տեքստեր, որոնք կապում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, այո։ Հա բնական է, որ այդ գործընթացները կարող են ազդել իրար վրա, որովհետև մենք նույն տարածաշրջանում ենք։ Բայց ես ձեզ ասեմ ուրիշ բան։ Ես կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթացը միանշանակ եւ 100%-ով ել ավելի մեծ ազդակ կհաղորդի Հայաստան-Ադրբեջան գործընթացին եւ ասեմ ավելին, հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները, ես նկատի ունեմ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հացահատիկի տրանզիտը, ես նկատի ունեմ ուղիղ առևտուրը, որ սկսել է Հայաստան եւ Ադրբեջանի միջեւ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հետ են մնում։ Եվ այս իմաստով, եթե մտածենք դրանց մեջ կապ դնելու մասով, ուրեմն առաջին քայլով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների գծով պետք է դեռ այդ հարաբերությունները հասնեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, որտեղ փաստ է, որ դրանք առաջ են ընկել, եւ մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրական եւ մեծ քայլերի ժամանակը եկել է։ Հաջորդ հարցի համար Արամ Ուռուսյան։ Բարև ձեզ, պարոն Ռուբինյան, ես Արամն եմ Ուռուսյան, սովորում եմ Պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետում։ Հարցս հետևյալն է. տեսեք, Տավուշի մարզում եղել է սահմանազատում, իսկ Սյունիքի մարզում եւ Եղարքունիքի մարզում դեռ տեղի չի ունեցել։ Ադրբեջանի Հանրապետությունը ինչի է սպասում հունիսի 7-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակին, թե ժամանակ է ձգձգում, այսինքն ժամանակ է շահում իր երկիրը հզորացնելու, քանի որ վախենում է ընդդիմության հաղթանակից։ Շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ինչ-որ բանի սպասում է, ոչ էլ Հայաստանն է ինչ-որ բանի սպասում։ Մենք ունենք հստակ պայմանավորվածություն, կանոնակարգը երկու կողմերի սահմանազատման հանձնաժողովների գրված է, ստորագրված է, վավերացված է։ Իդեպ դա մինչ այս պահը միակ միջազգային փաստաթուղթն է, որը Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրել եւ վավերացրել են։ Երկկողմ նկատի ունեմ։ Մեր մոտ ազգային ժողովով է վավերացվել։ Այնտեղ հստակ գրված է, որ սահմանազատման հիմքը Ալմատայի հռչակագիրն է, այսինքն կրկին ափսոս որ չեմ բերել հետս Հայաստանի ուրվագիծը, միշտ հղում կանեի դրան։ Այսինքն դա է հիմքը
Եվ վստահաբար կշարունակվի սահմանազատման գործընթացը, սահմանազատումը հոմենակ գետնի վրա գործը չի, այդ հանձնաժողովները աշխատում են, փաստաթղթերի հետ են աշխատում եւ այսպես շարունակ։ Ես որևէ մտավախություն այդ առումով չունեմ։ Եվ երբ որ ասում եմ մտավախություն չունեմ, նկատի ունեմ, այո, եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի, որովհետեւ եթե ընդդիմությունը հաղթի, իրանք այդ գործընթացը դադարեցնելու են եւ շուրտան հակառակը։ Մեծ վտանգներ ստեղծելով մեզ համար։ Հաջորդ հարցի համար Մանե Շաբոյան։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Ես Մանեն եմ Շաբոյան, ուսանողուհի եմ։ Պարոն Ռուբինյան, հարցս հետևյալն է։ Մենք բոլորս շատ հաճախ լսում ենք, որ ներկայիս ընդհանրապես մեր այսօրվա հավաքվելու այսպես ասած խոսույթի թեմաները հայ-թուրքական հարաբերությունները, ինձ հետաքրքրում է եւ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Թուրքիայի կարմիր գծերը, որպիսի մեր հարաբերությունները կարողանան ավելի արագ տեմպով զարգանալ։ Շնորհակալություն։ Ինձ թվում է մենք այն Հայաստանն ու Թուրքիան չունեն այնպիսի տարաձայնություններ, որ կարիք լինի ինչ-որ կարմիր գծի մասին խոսելու։ Իրավիճակը շատ պարզ է։ Պետք է ընդհանրապես հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանները, վերջ։ Առանձնապես քննարկելու բան էլ չկա, որ քննարկեն կարմիր գիծը այստեղ կա թե չկա։ Հայաստանն ու Թուրքիան տարածքային վեճեր չունեն, ներկային վերաբերող վեճեր չունեն։ Ընդհանրապես պետք է կարգավորել հարաբերությունները, սա է։ Հաջորդ հարցի համար Վահե Հակոբյան։ Բարև ձեզ, պարոն Ռուբինյան, ես Վահեն եմ Հակոբյան Գորիսից։ Պարոն Ռուբինյան, աշխարհում չկա մի ինքնիշխան պետություն, որը կամավոր հրաժարվի իր իսկ հիմնադիր ակտից եւ ծննդյան վկայականից։ Եթե իշխող ուժը իր օրակարգում տալիս է առաջնահերթություն սահմանադրությունից հանելու անկախության հռչակագիրը, փաստացի չեղարկում է 1991 թվականից գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը։ Հարցը հետևյալն է. Եթե մենք հրաժարվում ենք այն հիմքից, որով միջազգային հանրությունը եւ պետությունները ճանաչել են մեր անկախությունը եւ պետականությունը, ապա ի՞նչն է մեզ պահում որպես պետություն, բացի Ադրբեջանի թույլտվությունից։ Սա անկախ պետության սահմանադրություն է, թե կապիտուլյացիայի իրավական ձևակերպում։ Շատ իզուր եք ծափ տալիս, ասեմ իմանաք։ Տեսեք, մի քանի ճշտում։ Դե մեկ այզուր եք ծափ տալիս։ Հիմա մի քանի ճշտում։ Շատ լավ։ Մի քանի ճշտում։ Նախ անկախության հռչակագիրը ինքը պատմական փաստաթուղթ է, որը իր ֆունկցիան կատարել է։ Այսինքն անկախության հռչակագիրը նույնիսկ ամբողջապես չի գործում, որտեղ օրինակ անկախության հռչակագրի մեջ գրված է, որ ստեղծվում են զինված ուժեր Գերագույն խորհրդի ղեկավարման ներքո։ Հայաստանում նախ հիմա Գերագույն խորհուրդ չկա, եւ երկրորդն էլ զինված ուժերը դրա իրավահաջորդի ազգային ժողովի ղեկավարման ներքո չեն։ Կառավարության ղեկավարման ներքո են։ Ու այսպես շարունակ։ Այսինքն անկախության հռչակագիրը ինքը հայտարարություն է, որը պատմական փաստաթուղթ այն հնարավոր չի վերացնել, ինքը կա։ Հարցը դա չի։ Հարցը հետեւյալն է, որ անկախության հռչակագրին հղում կա սահմանադրության նախաբանում։ Ընդ որում, այն ժամանակ էլ, երբ որ սահմանադրությունը 95 թվականին ընդունվել է, ելի վեճեր եղել են, եւ օրինակ նույն սահմանադրական հանձնաժողովը դեմ է եղել, որպեսզի հղումը լինի։ Եվ ինչ որ վեճերից հետո հղումը եղել է, ընդ որում հղում ոչ թե ինչպես վերջերս մեր սահմանադրական դատարանը հաստատեց, ոչ թե հաստատեց, այլ մեկնաբանեց, ոչ թե անկախության հռչակագիրն է սահմանադրության մաս ամբողջությամբ, այլ միայն անկախության հռչակագրի այն հատվածները, որոնք ուղիղ մեջբերված են սահմանադրության մեջ։ Օրինակ սահմանադրության մեջ ուղիղ մեջբերված չի, որ Գերագույն խորհրդի հրամանատարության ներքո զինված ուժեր են ստեղծում, դրա համար այդ հատվածը սահմանադրության մաս չի, ու տարօրինակ կլիներ, որ լիներ։ Արդեն բացատրեցի ինչի։ Նույն ձև այն հատվածները, որոնց հղում է անում Ադրբեջանը, ասելով, որ փաստարկելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայի հանդեպ, ներողություն, Ադրբեջանի հանդեպ, այդ մասերն էլ սահմանադրության մաս չեն, դրա համար է, որ մենք ասում ենք, որ Ադրբեջանի սպնդումը լեգիտիմ չի, եւ դրա համար է, որ մենք ասում ենք, որ սահմանադրության փոփոխություն մենք Ադրբեջանի հետ չենք քննարկելու։ Սա ֆիքսեցինք։ Հիմա անցնենք մեր ներքաղաքական բանավեճին։
Նայեք, օրինակ որ դուք այս հարցը տվեցիք, ես սա ամենայն հարգանքով եմ ասում, չեմ ուզում էլի ձեզ որևէ կերպ վիրավորել։ Բայց հանգիստ կարար ինչ որ մի հատ դաշնակցական պատգամավոր մեր ազգային ժողովի ամբիոնից նման ելույթ հարց տար։ Բայց այդ նույն դաշնակցական պատգամավորը կամ իր ընկեր դաշնակցական պատգամավորը դրանից 5 րոպե առաջ կամ հետո կելներ կասեր պարոն Փաշինյան, ինչի հելակ եւ ասացիք Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Դուք պատերազմի հրձիք եք։ Դուք պատերազմ բերեցիք։ Ինչի հելակ ասացիք Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Սիրելի ժողովուրդ, սիրելի բարեկամներ, մեր անկախության հռչակագրում գրված է Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Հասկանում եք։ Հիմա մենք պետք է կոնկրետանանք։ Մենք որպես ժողովուրդ այդ մտքի հետ համաձայն ենք թե ոչ, հիմա, B մենք ուզում ենք, երբ որ դու ինչ որ մի բան դու ասում ես, տեսեք օրինակ Փաշինյանը 2019 թվականին ասել է Արցախը, Հայաստանը եւ վերջ, որովհետեւ 2019 թվականին մենք շարունակում էինք Ղարաբաղյան շարժումը։ Մենք 2022 թվականին էլ էինք շարունակում Ղարաբաղյան շարժումը, 23-ին էլ։ Հիմա մենք պետք է որոշենք, մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, թե չէ։ Մենք ասում ենք ժողովուրդ ջան, եկեք կենտրոնանանք իրական Հայաստանի վրա, մենք ունենք մեր ինքնիշխան տարածքը, մեր ճանաչված տարածքը, մենք դրանից դուրս պահանջ չունենք եւ ապրենք խաղաղության մեջ։ Ընդդիմությունը ասում է, չէ, եկեք շարունակենք Ղարաբաղյան շարժումը, բայց միևնույն ժամանակ այդ նույն ընդդիմությունը ասում է, այս սրիկա ինչի ասեցիր Արցախ, Հայաստանը եւ վերջ։ Ասեց, որովհետեւ հռչակագրում տենց էր գրած։ Հիմա հետեւաբար մենք պետք է որոշենք, եթե մենք նոր սահմանադրություն ենք գրում, այդ սահմանադրության մեջ գրենք, որ շարունակում ենք Ղարաբաղյան հակամարտությունը, թե չէ, այդքան բան։ Երկուսն էլ ընտրությունն է։ Բայց ես ուզում եմ դուք գիտակցեք, որ դա ընտրությունն է։ Որովհետև էլի խոսում ենք ընտրություններից, չէ։ Ես ուզում եմ դուք գիտակցեք, որ դա ընտրությունն է, որովհետև այն ինչ որ մենք ընտրում ենք այսօր, կանխորոշում է մեր ապագան, կանխորոշում է սրանից, ասենք 15 տարի հետո մեկը կմեռնի, թե չի մեռնի։ Եվ դրան պետք է պատասխանատու վերաբերվել։ Թե չի կենացներ ինչքան ուզում եք ասեն։ Բայց խնդրում եմ, կրկնում եմ, էլի խորացեք այս մտքի մեջ։ Հռչակագրում գրած է Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Ցանկացած մարդ, որը Փաշինյանին մեղադրում է, որ ինքը ասել է Արցախը, Հայաստանը եւ վերջ, ուրեմն ինքը պետք է ինքը առաջին հերթին ասի, պետք չի հռչակագիրը, որպեսզի նոր սահմանադրության մաս լինի։ Իսկ եթե չի մեղադրում, այդ ուրիշ հարց է, բայց ես հələ որ մարդ չեմ տեսել, որ չի մեղադրում, ոնց որ թե։ Հաջորդ հարցի համար Ռաֆիկ Հակոբյան։ Ռաֆիկ Հակոբյան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ։ Պարոն Ռուբինյան, այսօր որոնք եք համարում Հայաստանի Հանրապետությանը սպառնացող հիմնական արտաքին վտանգները եւ ինչպիսի կոնկրետ ռազմավարությամբ ու քայլերով եք պատկերացնում դրանց կանխումը եւ լուծումը։ Շնորհակալություն։ Լավ լուրն այն է, որ ուղիղ վտանգը չեզոքացված է, այսինքն ուղիղ վտանգը որն է Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը եւ պատերազմը։ Այդ վտանգը չեզոքացված է։ Եթե կրկնում եմ, եթե Հայաստանը գնում է, շարունակում է գնալ այն ուղղությամբ, որով մենք գնում ենք։ Բայց կան ուրիշ վտանգներ, եթե նայեք քարտեզին, մեր շուրջը, չէ, ամենտեղ հակամարտություն է։ Կա ռուս-ուկրաինական պատերազմը, կա Իրանը-Ամերիկա-իսրայելական հակամարտությունը, որը հույս կա, որ հիմա կավարտվի։ Եթե նայեք ընդհանրապես 2020 թվականից հետո, ինչ է կատարում, մեկը մյուսից հետո ծլում են անկայունության օջախներ եւ պատերազմներ։ Սկզբից 44-օրյա պատերազմներ, հետո ռուս-ուկրաինականը, հետո արաբա-իսրայելականի նոր փուլը, հնդկա-պակիստանյանը, Լաոս եւ Կամբոջա եւ Թայլանդ, Ամերիկա-Իսրայել անցած տարվա Իրանի հետ, այս տարվանը, այնտեղ Վենեսուելայի իրադարձությունները, ու այսպես շարունակ, եթե նկատել եք աշխարհակարգը ինքը քանդվելու փուլում է։ Երկրները հիշում են իրենց հին պատմական տարածքները, չէ՞, ռևանշիստական տարբեր երկրներում ռևանշիստական ցանկություններն են առաջանում։ Հիմա ո՞րն է կարևոր Հայաստանի համար հիմա։ Առաջին անգամ իր պատմության մեջ, որ մենք դուրս մնանք այս քաոսից։ Դուրս մնանք։
Մի բանի չմասնակցենք, մի հատ ներողություն բառիս համար կիլդիմ լինի, որից մենք անմասն մնանք։ Այս վերջերս մի հատ այն կարկանդակի բերաշկի ուտելու կադրերը երևի բոլորը տեսել եք, չէ, ավտոբուսում։ Մի հատ Instagram-յան էջ էր կարծեմ, սենց հումորային բաներ դրել, ոնց որ քարտեզն է Մերձավոր Արևելքի, այնտեղ Իրանի տարածքում այն շոր Պայթյուն, Իսրայելի, Իրաքի, Դուբայի, Էմիրությունների եւ այսպես շարունակ, իսկ Հայաստանի քարտեզի վրա Փաշինյանն է կարկանդակ է ուտում։ Ես չգիտեմ այդ դնողը քննադատաբար էր դա դրել թե ոչ, բայց դա լավագույն գնահատականն է իրավիճակի, որ այո, մենք այս թեմաների մեջ չկանք։ Մենք հանգիստ նստած մեր կարկանդակն ենք ուտում։ Դա է մեր պլանը։ Ուղիղ իմաստով չէ, ճանաչ ուղիղել կարելի է կարկանդակ ուտել, բայց պլանը հետևյալն է՝ դուրս մնալ տարբեր աշխարհաքաղաքական պատերազմներից, հակամարտություններից եւ այսպես շարունակ։ Ունենք մեր Հայաստանը, ունենք մեր 29743-ը։ Եկեք դա տարբեր ամբիցիաների, չգիտեմ, նուրբ էմոցիոնալ զգացումների մատաղ չանենք, եկեք պահենք դա։ Դա է։ Իսկ ամենամոտ վտանգը, որ ես տեսնում եմ, արտաքին, գալիս է ներքինից, որ եթե հանգարց ընդդիմությունը գա իշխանության եւ 180 աստիճանով շուրջ տա մեր քաղաքականությունը, այդ վաղ մենք արդեն լուրջ խնդիրներ ենք ունենալու ցավոք։ Եվ ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա։ Հաջորդ հարցի համար Սերգեյ Սիմոնյան։ Սերգեյ Սիմոնյան, Իջևան համայնք։ Գիտեմ, որ հայ-թուրքական բանակցությունների սեղանին հայոց ցեղասպանության հարցը առաջնային չէ։ Չկա այտենց, չկա։ Ինչը այդ բանակցություններում չկա այդ հարցը ընդհանրապես, այսինքն ցեղասպանության ճանաչման հարցը ոչ հիմա, ոչ 10 տարի առաջ, ոչ 20 տարի առաջ, ոչ 30 տարի առաջ, ոչ Տեր-Պետրոսյանի օրոք, ոչ Քոչարյանի օրոք, ոչ Սերժ Սարգսյանի օրոք, ոչ Նիկոլ Փաշինյանի օրոք այդ հարցը հայ-թուրքական բանակցությունների մաս չի եղել։ Միշտ ընկալումը եղել է հետևյալը. եկեք համաձայնվենք, չհամաձայնվել։ Դա է եղել եւ դա շարունակում է լինել։ Սակայն Թուրքիայի այդ հարաբերություններից բացի գոյություն ունի նաև միջազգային հարաբերություններ, իսկ Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետով Հայաստանի Հանրապետությունը սատարե կանգնում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, իսկ հիմա հարցս ինչ եք արել դուք կառավարման 7 տարիների ընթացքում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Բոլորը տեսել եք ինչ ենք արել կամ չարել։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել եմ փաստը, որ տարբեր երկրների կողմից ցեղասպանության միջազգային ճանաչումը, եթե նայենք իր ժամանակագրական ընթացքը, էլի, ոչ մի համընկնում չի ունեցել Հայաստանի այդ պահին միջազգային ճանաչումը իր առաջնահերթությունների մեջ լինելու կամ չլինելու հետ։ Հիշում եք Ամերիկայի նախագահ երբ ճանաչեց։ Մեր թրքաբարո եւ թրքամոլ իշխանության օրոք։ Մեր ազգակործան իշխանության օրոք։ Ու էլի տենց երկրներ կան։ Հասկանում եք, ոչ մի կոռելյացիա չկա Հայաստանը այդ պահին միջազգային ճանաչման շում հետապնդում է, թե չէ։ Սա էլ է հարց, որը այն օր լրագրողը ինձ հարցում ասում է դուք ապրիլի 24-ին գնալու եք Ծիծեռնակաբերդ։ Մեր ընդդիմությունը եւ մամուլը այնքան է պրոպագանդայով զբաղվել, իրանք սկսել են իրանք հավատալ։ Ոչ ոք չի ուրանում ցեղասպանության փաստը։ Դա պատմական փաստ է եւ մեր հիշողության մաս է։ Ոչ ոք չի պատրաստվում քանդել Ծիծեռնակաբերդը, ոչ ոք չի պատրաստվում դադարել այնտեղ գնալ։ Հարցը հետեւյալն է. պատմական փաստը մենք դնում ենք մեր ներկայիս քաղաքականության, արտաքին քաղաքականության նկատի ունեմ, հիմքում, այսինքն դնում ենք դա մեր առաջնահերթությունների մեջ։ Հիմա Հայաստանի կառավարությունն է եղել նախկինում, որ ասել է, չէ, չենք դնում, հիմա էլ կա, որ ասում է չենք դնում։ Եվ դա ոչ մի կոռելյացիա չունի հաստատի միջազգային ճանաչման հետ։ Իսկ բանակցությունների մաս դա երբեք չի եղել, հիմա էլ չի։ Շնորհակալ եմ։ Զուտ ցանկացա անդրադառնալ, որովհետև հասարակության լայն հատված քննադատաբար վերաբերվում, ասում է դուք ցեղասպանություն նորացաք։ Շնորհակալ եմ։ Բայց Ժորժ ջան, ցեղասպանություն ուրանալ նշանակում է հետեւյալը։ Ասել ցեղասպանություն չի եղել, այ դա է ցեղասպանություն ուրանալը։ Իսկ ցեղասպանության միջազգային ճանաչումը որպես համար մեկ առաջնահերթություն չդնելը ուրանալ չի։ Դա արտաքին քաղաքականություն վարել է։ Այդքան բան։ Հաջորդ հարցի համար Էրիկ Լալայան։ Բարև ձեզ եւ շնորհակալություն հարց տալու հնարավորության համար։ Ես կուզենայի երկու հարց տալ ձեզ։ Առաջինը հենց մեր հարցն էր, երկրորդը զուտ ձեր
խոսելու ժամանակ իմ մոտ հարց առաջացավ մեր թիմի մոտ։ Առաջին հարցը այն է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ Արցախի ու արցախցիների համար իր կառավարությունը ավելի է արել, քան նախորդ կառավարությունները։ Ես կուզենայի ձեզնից իմանալ այդ ինչն է ավելին եղել, որ չեն արել նախորդ կառավարությունները, եւ դուք ձեր հարցերին պատասխանելու ժամանակ դուք ասեցիք, որ շատ մեծ ձեռքբերում է, որ ԿՊ անդամներ կան, որոնց վրա քրեական գործեր կան եւ որոնք նույնիսկ դատապարտված են, ինչի հետ շատ համաձայն եմ, բայց մյուս կողմից էլ ԿՊ անդամներ կան, որոնք կուսակցությունից դուրս են գալիս ու գնում սահմանադրական դատարան կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ որպես, դուք այդտեղ որևէ ռիսկեր չեք տեսնում կոռուպցիոն։ Շնորհակալություն։ Ղարաբաղի հետ կապված ահռելի ֆինանսական ներդրումներ, ահռելի ֆինանսական ուղիղ բյուջետային ներդրումներ, այլ պաշտպանական ոլորտի, որոնց մասին այս ֆորմատում չեմ ուզում խոսել։ Ձեր երկրորդ հարցի հետ կապված, տեսեք, նախ մեր համարությամբ թույլ է տրվում, որ մարդ կուսակցական լինի, հետո դուրս գա կուսակցությունից, դառնա ԿԸՀ կամ Սահմանադրական դատարանի անդամ։ Երկրորդը եկեք փորձով դատենք, էլի։ Հիմա Վահագն Հովակիմյանը, որը ԿՊ կուսակցության անդամ էր եւ ԿՊ падգամավոր, ընտրվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, եթե չեմ սխալվում, 2022 երևի, չէ, 2022 թվականին։ Հա, 22։ Դրանից հետո ինչ ա եղել։ Օրինակ եղել է Երևանում ընտրություններ։ Այդ ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը հավաքեց 33%, Հանրապետությունը հավաքեց 9%, եթե ճիշտ եմ հիշում, կամ 11, մի խոսքով, ինչ որ տոկոս, եւ քաղաքացիական պայմանագրին եւ Հանրապետությանը իրար հետ չբավարարեց 50-ին մոտ 50 ձայն, 50, հասկանում եք, 50,000 չէ, 50 քվեջ էր բավարարել, որպեսզի մի մանդատ ավել ունենային ու ընտրեին քաղաքապետ։ Այն ժամանակ, ես ես գաղտնիքով ասեմ, մենք սպասում էինք, որ այս անդիմությունը պետք է միավորվի եւ քաղաքապետ ընտրի։ Եվ մենք հանգիստ նստած սպասում էինք դրան։ Իհարկե իրանք չմիավորվեցին, չգիտեմ, հայտարարի չեկան պաշտոնների շուրջ եւ հետեւաբար հնարավոր դարձավ, որ Տիգրան Ավինյանը ընտրվի քաղաքապետ։ Բայց նկատի ունեմ, մի պայմաններում, երբ որ 50, մոտ 50, պայմանական ասում 50 կարող 40-ներ կամ 60, բայց հաստատ 200-ից ոչ ավել, էլի։ Այդքան ձայնից էր կախված։ Բայց ոչ ոք չի գողացել, չէ, այդ ձայները։ ԿՀ-ն չի նկարել ոչ մի բան, տալցակով եսի միշտ չի գցել, ոչ մի բան չի արել։ Հաջորդը Վահագն Հովակիմյանի ԿՀ նախագահ եղած ժամանակ մենք Գյումրիում ընտրություններում պարտվել ենք։ Իհարկե ամենաշատ տոկոսն ենք ստացել 36, բայց ընդդիմությունը միավորվել է եւ ոմն կոմունիստի ընտրել է որպես քաղաքապետ, որը հետագայում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվեց։ Բայց էլի ԿՀ-ն ոչ մի բան չի արել, չէ՞, ոնց եղել է։ Հետևաբար փորձը ցույց է տալիս, ու էլի են համայնքներ եղել, որ Փարաքար համայնքում, եւ այսպես շարունակ։ Եվ հետևաբար, եթե նայենք ընտրություններին մինչեւ պարոն Հովակիմյանի նախագահ լինելը եւ հետո կտեսնեք, որ արդյունքների իմաստով եւ որակի իմաստով ոչ մի տարբերություն չկա եւ չի լինելու։ Նույնն էլ Սահմանադրական դատարանի դեպքում Վլադիմիր Վարդանյանը ես վստահ եմ, որ իր անաչառությունը կպահի։ Հաջորդ հարցի համար Սոֆիա Բավեյան։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ հնարավորության համար։ Ես Սոֆիան եմ Բավեյան, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, հանրային կառավարման 4-րդ կուրս։ Պարոն Ռուբինյան, Թուրքիայի հետ հարաբերություններում դուք հանդիսանում եք հատուկ ներկայացուցիչ։ Շատ վերլուծաբաններ նշում են, որ Հայաստանի դիվանագիտությունը այսօր արձագանքողի դերում է գտնվում, ընդունելով Անկարայի եւ Բաքվի կողմից թելադրված օրակարգը, որն է կնշեք մեկ հիմնական նախապայման, որը ձեր կողմից է բանակցությունների սեղաններում ներդրվել եւ որից հրաժարվելու դեպքում Հայաստանը պատրաստ է դուրս գալ այդ բանակցություններից, թե մշտապես ձեր օրակարգը ենթադրում է անվերջանալի ճկունություն հանուն սահմանների բացմանը։ Ոչ ձեր հարցը կոնկրետ չի, չգիտեմ ինչ պատասխանեմ։ Կա մեկ հստակ նախապայման, որ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ դրել է։ Եվ որից հրաժարվելու դեպքում նախապայման չունի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչի պետք է նախապայման դնի։
Մենք չունենք նախապայման սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Ինչի պիտի նախապայման դնենք, եթե չունենք նախապայման։ Բայց իրենք ունեն։ Իրենք էլ չեն դրել առերևույթ առնվազն։ Այսինքն գործում ենք նրանց կողմից թելադրված օրակարգով։ Այդպես։ Չէ, գործում ենք մեր օրակարգով, ուզում ենք բաց լինի սահմանը եւ ուզում ենք ունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Եվ ուրիշ ձև հարցը տակ, չգիտեմ, արդյոք մենք ունենք կարմիր գծեր, բայց տվեցին, այդ հարցն էլ տվեցին։ Ես չեմ կարծում, որ մենք որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը այնպիսի գործընթաց է կամ այնպիսի վեճեր կան, որ կարիք լինի խոսել կարմիր գծերից։ Բայց ընդհանուր առմամբ Հայաստանի կարմիր գծերը իր բոլոր հարևանների եւ այլ բոլոր երկրների հետ շփումներում Հայաստանի ինքնիշխանությունն է, իրավազորությունն է եւ տարածքային ամբողջականությունն է։ Մեր կարմիր գիծը այն գիծն է, որով անցնում է Հայաստանի Հանրապետության սահմանը։ Շնորհակալություն։ Բայց բան ասեմ, էլի այդ վերլուծական դաշտում, քաղաքական դաշտում կան ինչ-որ բառեր, որոնք բան են դարել, էլի, ինչ-որ տենց քաղաքական շուտացլուկներ, էլի։ Հիմա մի քանիսը ասեմ, հաստատ կճանաչեք, այդ մեկն է այդ, որ անդադ զիջելով գնում են, ամեն ինչ տալիս են, չգիտեմ, էլի ինչ կա։ Ու տենց բաներ կան, էլի, տենց բառակապակցություններ, որ անդադ կրկնվում են։ Ես խորհուրդ կտամ ձեզ նայել իրերին եւ անալիզի ենթարկել դրանք։ Որ ասում են Հայաստանը անընդհատ զիջում է։ Դու մի հատ ասեն մի բան, որ Հայաստանը զիջել է։ Օրինակ օգոստոսի 8-ին ի՞նչ է զիջել Հայաստանը։ Մեկը կարող է ասել։ Ի՞նչ է զիջել օգոստոսի 8-ին Հայաստանը։ Կամ երեք Հայաստանը ի՞նչ է զիջել, որ այսօր ոչ մի զինվոր չի սպանվել մեր սահմանին։ Անգելա Պետրոսյան։ Ես Անգելա Պետրոսյանն եմ, դեռ ավագ դպրոցում եմ սովորում։ Պարոն Ռուբինյան, չորեքշաբթի ԱԺ հարցոպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հիանալի դինամիկայով զարգանում են եւ ինքը ունի կառուցողական կապեր անգամ Միխայել Միշուստինի եւ կառավարության այլ անդամների հետ։ Միևնույն ժամանակ նույն իշխանությունը շարունակաբար կոշտ քննադատում է ռուսական պաշտոնական եւ մեդիա շրջանակները, ինչպես նաեւ խոսում հիբրիդային ազդեցությունների մասին։ Այս հակասությունը ստեղծում է տպավորություն, որ վարչապետի դիրքորոշումը Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ փոփոխական է։ Մի կողմից շեշտվում է համագործակցությունը, մյուս կողմից հնչում են կոշտ մեղադրանքներ։ Արդյունքում հասարակության մոտ առաջանում է հարց. արդյոք կա հստակ ռազմավարական կողմնորոշում, թե գործ ունենք իրավիճակային հաճախ փոփոխվող քաղաքական գծի հետ։ Շնորհակալ եմ։ Տարբերակ 1։ Շնորհակալություն։ Արսեն Բարսեղյան։ Ես Արսեն Բարսեղյանն եմ Գյումրիից։ Մենք տեղյակ ենք, որ դուք հայ-թուրքական հարցերով Հայաստանի Հանրապետության բանագնացն եք եւ բազմիցս նշել եք, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ առանց որևէ նախապայմանների։ Սակայն մինչև օրս Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորված չեն։ Չկան որևէ հաստատված դիվանագիտական հարաբերություններ եւ սահմանը շարունակում է մնալ փակ։ Որն է սրա պատճառը, եթե նախապայմաններ չկան, եւ արդյոք սա չի վկայում, որ գործնականում գոյություն ունեն նախապայմաններ։ Շնորհակալություն։ Ես կարող եմ ասել, որ մեր բանակցություններում Թուրքիայի կողմից որևէ նախապայման չի դրվել։ Ամենայն դեպս 2022 թվականից, երբ ես եղել եմ հայկական կողմից հատուկ ներկայացուցիչը։ Համենայն դեպս Հայաստանում չկա պատճառ, թե ինչու պիտի կարգավորված չլինեն այդ հարաբերությունները։ Եվ մենք հույս ունենք, որ թուրքական կողմը կցուցաբերի քաղաքական կամք եւ մենք կունենանք կարգավորված հարաբերություններ շատ արագ։ Բայց նաեւ պետք է նշեմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մթնոլորտը միանշանակ լավացել է, դրա համար բավարար է օրինակ դուք բացեք եւ նայեք ասենք մամուլի հրապարակումները կամ հայտարարությունները պաշտոնական հնչող, օրինակ 4 տարի առաջվա ու այսօրվա դուք կտեսնեք սարերի եւ ձորերի տարբերություն, եւ ռետորաբանության առումով, եւ կառուցողականության առումով եւ այսպես շարունակ։ Թամարա Համբարձումյան։ Բարև ձեզ, ես Համբարձումյան Թամարան եմ, Կոտայքի մարզ, քաղաք Եղվարդ։ Պարոն Ռուբինյան, ինչու ՀՀ TRIP ծրագրի շրջանակներում չի ներառում պայմանագրի մեջ այնպիսի կետ, ըստ որի ԱՄՆ-ն իր բաժնեմասը չի կարող հետագայում վաճառել երրորդ երկրին, օրինակ վատագույն դեպքում կամ ռիսկային տարբերակում, օրինակ Թուրքիային։ Կա նման կետ։ Այսինքն չի TRIP-ի բաժնեմասերը
պատկանելու են Հայաստանի եւ ԱՄՆ-ին եւ դրանք չի լինելու առանց Հայաստանի համաձայնության TRIP-ի որևէ մաս չի կարող վաճառվել կամ լինել որևէ այլ երկրի կամ կողմի սեփականություն։ Խնդրում եմ փոխանցել Ժորա Ստեփանյանին խոսափողը։ Բարև ձեզ, պարոն Ռուբինյան, ես Ժորան եմ Ստեփանյան, սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության առաջին կուրսում եւ քանի որ այսօրվանից ընտրություններ մոտավոր 50 կամ մի փոքր ավելի օր է բաժանում, կցանկանայի նախ շնորհակալություն հայտնել այս 8 տարիների ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար, այնուամենայնիվ կան որոշակի մտահոգիչ հարցեր, որոնց շրջանակներում կցանկանալ որոշակի պարզաբանումներ լսել։ Բավականին վերջերս մարտ 31-ին, եթե չեմ սխալվում, Ադրբեջանում նշվեց ադրբեջանցիների ցեղասպանության հարցը, որոնք որ իրականացրել են Հայաստանը։ Ուրեմն ինչ ենթատեքստ կա այս ամենի տակ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են իրար հետ հարաբերությունները կարգավորեն, ատելության խոսքը հանեն, որոշակի վստահություն ձևավորեն երկու ժողովուրդների միջև, բայց սրանից զատ նաև իրականացնում են քայլեր, որոնք որ կրքերը բորբոքում են, վերեժական այդ տրամադրությունները ավելի բարձրացնում են եւ ինչ չէ նաև փորձագիտական մի շարք շրջանակներ նշում են, որ այս ամեն ինչը Թուրքիայի կողմից առաջ քաշված մեխանիզմ է Ադրբեջանի միջոցով, որպես հայելային պատասխան հայկական հայոց ցեղասպանությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այդ օրը, որ Ադրբեջանում նշվում է, այս տարի առաջի անգամ չի նշվել։ Եթե չեմ սխալվում, 90-ականներից են իրենք դա նշում։ Չէ, նկատում եմ դա նոր ակտ չի, էլի, հին ակտի կրկնությունն է, որը էլի խնդրահարույց է, որտեղ դա չի համապատասխանում պատմական իրականությանը, եւ եթե նկատել եք, մեր արգոս նախարարությունը դրան անդրադարձել էր, ասելով, որ հույս ունենք, որ խաղաղության գործընթացին զուգահեռ նման դրսևորումները, որոնք չեն նպաստում խաղաղության գործընթացին, կչանան։ Մի հատ բան է էլի պետք հասկանալ։ Խաղաղությունը ինքը բան չի, ինքը մի ակտ չի, մի կետ չի։ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երկար ժամանակ ունենալու են անհամաձայնություններ ինչ-որ հարցերի շուրջ։ Դա նորմալ է։ Պատմական, չգիտեմ, մշակութային, իրական։ Մենք խաղաղություն հաստատել չի նշանակում հենց հաջորդ օրվանից համաձայնվել ամեն ինչի շուրջ եւ ապրել երկար եւ երջանիկ։ Խաղաղություն նշանակում է, որ դուք ֆիքսում եք, լավ, մենք իրար գոյության հետ հաշտենք, մենք գիտենք որտեղ են մեր սահմանները, իրարից պահանջներ չունենք, չենք ուզում իրար ոչնչացնել, չենք կրակում իրար վրա, դա է խաղաղությունը։ Այդ կետից այն կողմ արդեն համագործակցությունն է, նայած ինչքան խորը, հետո դաշնակցությունն է, ասենց ես նկարագրում եմ ընդհանրապես երկրների հարաբերությունները, էլի, կամայական երկու երկրի կամ կամայական երկու հարևանի։ Բայց պարզ է, որ մենք էլ Ադրբեջանն էլ երկար ժամանակ պատմությանը այլ կերպ ենք նայելու։ Բայց նորմալ է 30 տարի անկախ երկրների պայմաններում, իսկ դրանից առաջ եւս մի 100 տարի այդ կոնֆլիկտի մեջ են եղել ժողովուրդները, պարզ չի որ հակադիր դիրքորոշումներ են ունենալու։ Բայց կարևորը որն է, որ այդ կոնֆլիկտը ոչ թե արտահայտվի սահմանին կրակոցով, այլ ինչ որ sense պատմական բանավեճով։ Մենք պետք է ձգտենք, որ sense լինի, ոչ թե ոնց որ առաջ էր։ Թուրքիայի մասով չեմ կարծում։ Ու էս էր ոնց որ, չէ՞, ոնց որ պատասխանեցի ձեր։ Ու շնորհակալ եմ գնահատականի համար։ Հաջորդ հարցի համար Ռուզաննա Մարանյան։ Բարև ձեզ, Ռուզաննա Մարանյան, Restart Գավառ ԵՀԿ թիմ հանրային կապերի պատասխանատու։ Պարոն Ռուբինյան, եթե մեր ինստիտուցիոնալ ամրությունը այնքան բարձր է, որքան դուք եք պնդում, ապա ինչպես է ստացվում, որ պետության համար կարևոր կենսական նշանակություն ունեցող որոշումները կայացվում են նեղ քաղաքական շրջանակներում, առանց խորհրդանական վերահսկողության եւ առանց լայն հասարակական կոնսենսուսի։ Եվ արդյոք մենք ստեղծում ենք ժողովրդավարական համակարգ, թե ստեղծում ենք մի համակարգ, որտեղ պետության ճակատագիրը կախված է մի քանի անձանց բանակցային հմտություններից եւ նրանց սխալներից։ Սա արդեն ինքնին ինստիտուցիոնալ փլուզման ապացույց է։ Շնորհակալություն։ Բայց ինչի մասն է խոսքը, պետք է մասնավորեցնենք։ Հարցի առաջին մասը, էլի։ Որ որոշումն է ոնց ընդունվել։ Ինչը վերաբերվում է օրինակ սահմանազատումներին, օրենսդրության Սահմանազատման մասին որոշումը, օրինակ սահմանազատման կանոնակարգը
նախ համապատասխան հանձնաժողովն է բանակցել, հետո կառավարությունը հաստատել է, հետո եկել ազգային ժողովում քվեարկվել է եւ ազգային ժողովը այն հաստատել է։ Դրա ի՞նչն է նեղ խումբ։ Դա հենց լայն հնարավոր է։ Այլ օրինակ կա։ Որ որոշումն է նեղ խմբով ընդունվել։ Այն որոշումները, որը ես թվարկեցի նոր։ Որը։ Դե օրինակ սահմանազատումը։ Ասացի Երբևէ չի արդեն։ եղել դեպք, որ դա քննարկվի լայն հասարակության հետ։ Չէ, որ սահմանազատումը ասացի, ազգային ժողովում կանոնակարգը քննարկվել է, հաստատվել է ուղիղ եթերում, քննարկվել է, մարդիկ ելույթ են ունեցել, հարցեր են տվել, հետո քվեարկել են ազգային ժողովը հաստատել է։ Ազգային ժողովն է այն տեղը, որտեղ լայն ֆորմատով որոշումներ են ընդունվել։ Այլ ինչ որոշում է օրինակ ընդունվել։ Արցախի հետ կապված։ Ինչ։ Կոնկրետ այն տարածքները, որոնք հանձնվել են։ Ղարաբաղի հետ կապված ես չգիտեմ, օրինակ Շահրամանյանը, որ մենակով ստորագրել է դրա լուծարումը, չգիտեմ ում հետ է խորհրդակցել, մեր հետ չի խորհրդակցել։ Ինչ Սաղաթելյան, ես ասում եմ Շահրամանյան։ Հա, իշխան դե կա հավանականություն, հա։ Օրինակ դա շատ փոքր խմբի կողմից որ ընդունված որոշում էր։ Խոսրով Դուլգարյան։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Պարոն Ռուբինյան, իմ հարցը կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Մենք շարունակում ենք մնալ երկու բևեռի արանքում՝ Եվրոմիություն, ՀԱՊԿ։ Եվրոմիության հետ մեր կապերը բավականին սենց զարգացում են ապրում, օրինակ որ համաժողովը որ լինելու Հայաստանում եւ այլն, ինչը գովելի է։ Մյուս կողմից էլ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները ու անդամակցությունը մնում է սառած վիճակում, ինչ որ ուտոպիա է ստեղծվում։ Վերջերս Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ այդ հարցը շոշափվեց ու Նիկոլ Փաշինյանի պատասխանից կարելի էր ենթադրել, որ այս բային մեր դիրքորոշումը այնպես է, որ քանի դեռ չկա կարիք ընտրություն կատարելու, մենք երկուսի հետ էլ մնում ենք դեռ։ Ուզում եմ հասկանամ, որն է մեր քաղաքական դիրքորոշումը, իրոքից սպասել ենքան միջև կգա ընտրություն կատարելու պահը, թե մենք կոնկրետ սպասում ենք ինչ-որ բանի, որ դրանից հետո արդեն կոնկրետ ընտրություն կանենք եւ եթե այո, ինչն է դա։ Սա նմանվում է այն ձեր չսիրած ասացվածքի մի քիչ ալտերնատիվ տարբերակին, դառնում է երկու տեղ պոտենցիալ հաց, երկու տեղ կաց։ Ու նաեւ մի հատ կոմենտ թողեմ, սկզբում ասեցիք, որ չեք սիրում խոսալ ներկաների եւ հների մասին, սևերի ու սպիտակների մասին, թույլ տվեք մի քիչ չհավատալ, որովհետեւ հիշենք, որ այդ համեմատությունը, այդ խոսույթը հասարակության դաշտ բերել է հենց ձեր քաղաքական ուժը, հրել է ու միշտ համեմատություն է տայել իր եւ ընդդիմադիրների մեջ։ Ու վերջին տարիներին հենց դրա շնորհիվ է ձեր քաղաքական ուժը ռեյտինգ հավաքել։ Մերսի։ Առաջին հարցից սկսեմ։ Չէ, մեր ծրագիրը հենց դա է, քանի դեռ մենք չունենք ընտրություն ընտրելու կարիք, ինչու ընտրենք։ Շատ պարզ։ Մենք որևէ նպատակադրում չունենք Ռուսաստանի հետ կռվելու, գժտվելու, հարաբերությունները վերացնելու, դրանք ճշտամական դարձնելու, չէ, մենք ուզում ենք շարունակել մեր նորմալ, լավ, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դրա հետ մեկտեղ գիտեք մեր եվրոպական ձգտումները եւ մենք շարժվելու ենք այդ ուղղությամբ։ Այստեղ երկու աթոռի վրա նստելու թեմա չկա զուտ են առումով, որ հիմա մենք այդ մի աթոռին նստած ենք եւ կարողանում ենք այդ մի աթոռին նստած ստանալ այն ինչ ուզում ենք այս պահին։ Հետագայում կտեսնենք, եթե կա պահ մենք մեր ընտրությունը կկատարենք։ Այստեղ խնդիրն է, որ մենք ունենանք դիվերսիֆիկացված հնարավորություններ։ Նախկին ներկայի հետ կապված։ Նախ եթե սև սպիտակին եք անդրադառնում, սև սպիտակ արտահայտության հորինողը հիմա քաղաքացիական պայմանագրում չի, ընդդիմադիր է։ Ու կոչանում վերջ տալ սև սպիտակին։ Բայց եթե խոսում ենք նախկին ներկա հակադրությունից, հակադրություն հնարավոր չի արհեստական ստեղծել հասկանում եք, այդ հակադրությունը բնական է լինում։ Որ ասում եք մենք ենք առաջ մղում, ինչով ենք առաջ մղում։ Հենց դուք եք, այսինքն ձեր կուսակցության առաջնորդը Նիկոլ Փաշինյանը այդ շրջանում իր բոլոր լայվերին։ Բա որովհետև իրանք են ընդդիմությունը այս պահին։ Բայց ինքը հենց այդ գաղափարը դες սկսեց համատել
Ախր համեմատելը հասկանում եք ինքը միշտ համեմատվելու են ընդդիմությունն ու իշխանությունը։ Եթե մեր համար մեկ նկատի ունեմ ամենաշատ ներկայացված ընդդիմությունը լիներ Մայր Թերեզան, մենք կհամեմատվեինք Մայր Թերեզայի հետ։ Չգիտեմ ինչքանով հարմար կլիներ մեր համար այդ համեմատությունը, բայց իր հետ կհամեմատվեինք։ Հիմա մենք ինչ մեղք ունենք, որ մեր ընդդիմությունը այդ մարդիկ են։ Պարզ չի որ ընդդիմությունը բոլոր երկրներում, Ամերիկայում հանրապետականները համեմատվում են դեմոկրատների հետ։ Չգիտեմ այնտեղ Ֆրանսիայում լիբերալները եւ հանրապետականները աչերը համեմատվում են ձախերի հետ։ Կամ որ ասում են դուք եք մղում առաջի պլան։ Դե պարզ է որ մենք իրանց պետքա հակադարձենք, ո՞նց հակադարձենք այն մյուս ուժին, որին չենք համարում այդքան էլ վատը։ Պարզ չի որ հակադարձում ես այն ուժին, որին համարում ես ամենավատը, կամ ամենատարբերը քեզնից քաղաքական իմաստով։ Ես ասում եմ նախքին ներկա թեմայից ազատվելու լավագույն եւ միակ ճանապարհը հետեւյալն է՝ չընտրել իրանց։ Այդքան բան չընտրել իրանց, ես էլ ստիպված չեմ լինի խոսել իրենց մասին, խոսեմ այն մյուսների մասին։ Ավելի լավի մասին կխոսեմ։ Բայց ամենևին մեզ ձեռ չի տալիս այս իրավիճակը, հասկանում եք։ Ամենևին ձեռ չի տալիս, դա տհաճ է։ Ոչ միայն տհաճ է, դա վտանգավոր է, որովհետև իրանք երբ որ վերադառնում են իշխանության, իսկ իրանք վերադարձել են մի անգամ իշխանության Գյումրիում անցած տարի։ Դա ավարտվել է նրանով, որ իրանք վերադարձի ծնունդը Վարդան Ղուկասյանը, որը դարձավ քաղաքապետ, կես տարի հետո ձերբակալվեց սորական կաշառակերության մեղադրանքով։ Ու եթե իրանք Հայաստանում վերադառնան իշխանության, ոչ ոք չի ձերբակալվելու կաշառակերության մեղադրանքով, որովհետև կաշառակերությունը, ինչպես նախկինում, դառնալու է նորմալ, ավանդական, ազգային, հայրենասիրական, հայամետ, հայազն գործողություն։ Սոնա Մկրտչյան։ Շնորհակալություն, ես Սոնան եմ Մկրտչյան Կապանից։ Պարոն Ռուբինյան, դուք սոցցանցերում շատ ակտիվ եք եւ դա չեն կարող չնկատել եւ այդ ակտիվությունը հիմնական մարտահայտվում է ընդդիմադիր ուժերի քննադատությամբ կամ նրանց մասին տեղեկություններ տարածելու, որոնք որ մենք իրական վստահ չենք, որ ճիշտ է։ Այս ժամանակահատվածում հիմնականում դուք ուղղված եք եւ իշխանությունը ուղղված է Սամվել Կարապետյանի դեմ։ Ինձ հետաքրքիր է թե արդյոք դուք որպես իշխանության ներկայացուցիչ ճիշտ է ձեր պահվածքը նրա հանդեպ, քանի որ ամեն մեկը չի Հայաստանից դուրս գալիս միլիարդատեր եւ Forbes-ի ցուցակում ու չեմ կարծում որ այդ մարդը մինիմալ հարգանքի արժանի չի։ Ու կխնդրեմ նշեք, թե ինչի համար չի կարող Ռուսաստանի օլիգարխը դառնալ Հայաստանի վարչապետ, իսկ Նիկոլ Փաշինյանը, ով կներեք արտահայտությանս համար, նենց ոչնչից դառավ վարչապետ, կարող էր։ Այսա իզուր ծապտվեցիք, կարակ մի հատ էլ ծապտակ։ Տեսեք, ռուսաստանցի օլիգարխը չի կարող դառնալ Հայաստանի վարչապետ երկու շատ պարզ պատճառով։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող է դառնալ այն անձը, որը միայն Հայաստանի քաղաքացի է, վերջին 4 տարին հանդիսացել է միայն Հայաստանի քաղաքացի եւ վերջին 4 տարին բնակվել է միայն Հայաստանում։ Դա առաջին պատճառն է։ Երկրորդ պատճառն է, որ ռուսաստանցի օլիգարխը չի կարող դառնալ Հայաստանի վարչապետ, որովհետեւ ինքը ռուսաստանցի օլիգարխ է։ Որովհետեւ ռուսաստանցի է եւ օլիգարխ է։ Այսքան պարզ բան։ Երրորդ բանը, չէ, այն մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանում ռուսերենն ու անգլերենը դարձնել պետական լեզու, ըստ իս հարգանքի արժանի չեն։ Այն մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանի անկախությունը վերացնեն, ըստ իս հարգանքի արժանի չեն։ Այսքան բան։ Հաջորդ հարցի համար Սարգիս Աղաջանյան։ Բարև ձեզ, Սարգիս Աղաջանյան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան։
Պարոն Ռուբինյան, երբ խոսում ենք խաղաղության մասին, այն ենթադրում է նաև սահմանների ապաշրջափակում։ Մենք ինչ երաշխիքներ ունենք, որ օրինակ հաջորդ խորհրդարանական ընտրություններին Հայաստան չեն գա 200-300 հազար ադրբեջանցի կամ թուրք ընտրողներ եւ չեն կազմի մեր խորհրդարանում օրինակ ընդդիմադիր նոր ուժ։ Այսինքն որոնք են մեխանիզմները, որոնք կսահմանափակեն այդ քայլերը։ Հավանական քայլերը Հայաստանում թուրքական եւ ադրբեջանական բնակչություն կա այս պահին դեռ ոչ, բայց սահմանների ապաշրջափակումը իսկ հիմա Հայաստանի եւ Վրաստանի սահմանները բաց են Հայաստանում վրացիները գալիս ընտրում են դե Վրաստանի հետ մենք չունենք ինչ որ սահմանային կոնֆլիկտներ կամ լավ Թուրքիայի սահմանը Վրաստանով բաց է ցանկացած Չէ, տեսեք, այս բaragայում խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի մասին է կամ Հայաստանի եւ Թուրքիայի հասկացա, խնդրում եմ թողեք բա հիմա օրինակ դուք ասում եք հարցը Ադրբեջանի եւ Թուրքիայի մասն էր, տենց հարցը տվեցիք հիմա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հնարավոր է ճամփորդել երկու ձևով Մեկը, ընդ որում ոչ միայն հիմա, այլ 30 տարի այդպես է։ Կան ուղիղ թռիչքներ, չվերթներ Երևանի եւ Ստամբուլի միջեւ։ Եվ հնարավոր է մեքենայով, օրինակ Վրաստանի տարածքով մտնել Թուրքիա։ Հայերի համար է դա հնարավոր եւ թուրքերի համար, որ մտնեն Հայաստան։ Հիմա ինչ տարբերություն նկատի ունեմ, պատկերացրենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բացվել է։ Ինչ տարբերություն, այսինքն այդ մարդիկ, ովքեր ուզում էին գային Հայաստան, հիմա չեն կարող, հիմա էլ են կարող։ Երկրորդը, Հայաստանում ընտրելու իրավունք ունեն միայն Հայաստանի քաղաքացիները։ Հետևաբար ինչ Միշկիկոսի հարցեր էլի, չկա, դա fake թեմա է, ասենց ասեմ։ Դա fake չկա այդպիսի ռիսկ, 0։ Այդ ռիսկի հավանականությունն է 0։ Սերգեյ Մուսայելյան Ողջունում եմ ձեզ, ես Սերգեյն եմ, Արցախից տեղահանված երիտասարդ, ինձ մի հատ հարց է հետաքրքրում, ՀՀ ներկայիս իշխանությունը ասում է, որ Արցախի հարցը փակված է, Արցախահայերին սեփական տների վերադառնալու անվտանգ ապրելու իրավունքը փաստացի խախտվում է, ինչ մեխանիզմներ է մտածում ձեր քաղաքական ուժը, մեր այդ իրավունքը վերականգնելու համար, բացի ՀՀ-ում տնավորվելու եւ խաղաղ ապրելու համար եւ այդ իրավունքի վերականգնման մեխանիզմ եթե չկա արդյոք դուք կհամակերպվեիք այն իրավիճակի հետ երբ լքեք ձեր սեփական տունը ծննդավայրը իմանալով որ այլևս այնտեղ չեք վերադառնալու հնարավորություն չեք ունենալու այնտեղ վերադառնալ իսկ սեփական պետությունը հրաժարվում է պաշտպանել ձեր իրավունքները ու բացեք մի օր ձեր հեռախոսը ու տեսնեք որ ձեր տունը այլևս չկա ու այնտեղ որտեղ դուք ապրել եք այլևս չկա Սերգեյ ջան, պատճառը, որ Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը չի դրվում քաղաքականապես, եկեք անջատենք, էլի, անհատական իրավունք եւ կոլեկտիվ իրավունք։ Տեսեք, փաստա որ դուք ծնվել եք այնտեղ, ծնվել եք ձեր տանը եւ փաստա որ դուք չեք կարող գնալ ձեր տուն եւ փաստացի կորցրել եք ձեր տունը։ Ինչի համար ես շատ ցավում եմ եւ հիմա ես նայում եմ ձեր արդյունքներին ես էլ եմ ուզում արտասվեմ, բայց դիմանում եմ։ Եվ կա կոլեկտիվ հարց։ Հիմա ինչի Հայաստանը չի դնում Ղարաբաղի հայերի վերադարձի հարց որպես միջպետական հարց, անհատական չէ, որպես միջպետական եւ կոլեկտիվ հարց, որովհետեւ ես չեմ ուզում, որ մի օր Հարգարժան օրիորդը կապանից, որ ինձ հարցեր տալիս կանգնի ու նույն հարցը տա, ինչ որ դուք տվեցիք, բայց կապանի մասին։ Հասկանում եք։ Ես չեմ ուզում, որ ինքը այդ նույն հարցը տա։ Եթե օրինակ ռուսաստանցի օլիգարխը գա իշխանության, դնի այդ հարցը ու լինի այն, ինչ լինելու է անխուսափելիորեն։ Հիմա եթե հետ գնանք նույն Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների տարիներ, երբ որ 2021-2 թվականներին մենք ասում ենք, որ պետք է նշաձողը իջեցնել։ Ղարաբաղի խորհրդարանը, էլիտան, մեզ ասում էին, այ դավաճաններ, ես ինչ եք ասում, միայն անկախություն եւ այսպես շարունակ։ Հայտարարություններ էին ընդունում։ Չէին լսում մեզ։ Մեր ընդդիմությունները ասում դավաճաններ, բերաններից եկածները ասում էին, բայց մենք ինչի ենք դա անում,
որպեսզի դուք ձեր տնից դուրս չգաք, ստիպված չլինեք, ներողություն, որպեսզի դուք ստիպված չլինեք ձեր տնից դուրս գալ, դա էր միակ ճանապարհը։ Դու միշտ մենք չի կարող պետությունը առաջնորդվել իր երազանքներով, պետությունը պետք է առաջնորդվի նրանով, ինչ այդ պահին հնարավոր է։ Մենք համարում ենք, որ մաքսիմալը, որ այն պահին հնարավոր էր, այնպես անել, որպեսզի ղարաբաղցիները անվտանգ կարողանան ապրել Ղարաբաղում։ Դա տեղի չունեցավ, հիմա չեմ ուզում լայն քննարկում անենք, թե ում պատճառով ոնց եւ այլն։ Բայց այն ժամանակ էլ կար, չէ՞, թեկուզ մինչև 44 օրյա պատերազմը 7 շրջանների հարցը կար, ոչ մի թիզ հող կար, ով հող հանձնողին հանձնենք հողին կար, չէ՞։ Հիմա միշտ հնարավոր է կորցնել ավելին։ Ես չեմ ուզում, որ կապանցին ձերպես մի օր կանգնի եւ ասի, ինչի՞ չեք դնում մեր վերադարձի հարցը։ Ես շատ ցավում եմ, որ դուք ստիպված եք եղել ձեր հայրենիքը լքել։ Երիտասարդ տարիքում, ենթադրում եմ այն ժամանակ չափահասել չեք եղել, կամ հիմա չգիտեմ չափահասեք, դե չէ, ամենայն դեպս շատ երիտասարդ տարիքում, դա շատ ցավալի բան է, բայց կներեք, մենք չենք կարող էմոցիայով առաջնորդվել։ Մենք պարտավոր ենք պահպանել Հայաստանի Հանրապետությունը։ Ճանապարհը հետևյալն է, ով ձեզ ասի, հիմա մենք դնելու ենք Ղարաբաղ վերադարձի հարցը եւ դուք վերադառնալու եք Ղարաբաղ, խաբելու է ձեզ։ Սուտ է ասելու ձեզ, հասկանում եք, օգտագործելու է։ Ձեր արդյունքները վերածելու է քաղաքական կապիտալի։ Մենք չենք ուզում ձեր արդյունքները վերածել քաղաքական կապիտալի։ Հակառակը, մենք ձեզ ուզում ենք ապահովել, դուք արդեն իսկ չափից շատ զրկանքներ եք տեսել, ուզում եք դուք նորմալ կյանք ունենաք, անձամբ դուք։ Ուզում եք, որ դուք ձեզ գաղթական չզգաք, ու դուք գաղթական չեք։ Այսինքն համ գաղթական եք, փաստացի, բայց դուք հոգեպես գաղթական չեք, որտեղ սա էլ է ձեր հայրենիքը։ Մենք ուզում ենք դուք ստեղ մեծանաք, կրթվեք, աշխատանք ունենաք, ամուսնանաք, տուն ունենաք։ Որտեղ դա է հասու ճակատագիրը Ղարաբաղի մեր ժողովրդի այս պահին։ Ու պետք է շարժվել այդ ուղղությամբ։ Մյուսները ինչ ձեզ կասեն, սուտ են ասում, որտեղ դա սուտ է։ Հերիք է մենք մեզ ստով կերակրենք։ Ու իրոք ես ցավում եմ, որ դուք ստիպված եք եղել լքել ձեր տնից։ Խնդրեմ։ Չէ, նորմալ չի, բայց ես ոչ ոք փախած չի ասում։ Փախած ասում են էլիտան։ Չէ, ձեզ չի ասում։ Ասում Սերգեյ ջան, ոչ ոք չի կարող Ղարաբաղցին ես ֆիքս ենք, էլի։ Իմ մորական կողմը Ղարաբաղցի է։ Ղարաբաղից գնացել եմ Բաքու 1970-ականներին, պապս, որովհետև այն ժամանակ արդեն հայերին բան էին անում, հայերին նեղում էին այնտեղ, հələ սովետի հետ 70-ականների կան, եկել են Երևան։ Ղարաբաղցիները նույն հայերն են, մեր քույրերն ու եղբայրներն են, ոչ ոք իրանց ոչ մի բան չի կարող ասել։ Վարչապետը չի ասել փախածներ Ղարաբաղցիներին, վարչապետը ասել է փախածներ Ղարաբաղի էլիտային, որ երբ որ մենք իրանց ասում ենք ժողովուրդ ջան, պետք է նշաձողը իջացնենք, մեծ իրանց բերանից եկածը ասում էին, մեծ խոսում էին, ու երբ որ պահը եկավ, այնպես անել, որպեսզի դուք ստիպված չլինեք ձեր տունը լքել, իրանք թողեցին եւ փախան։ Խնդրում եմ դուք ձեզ մի նույնականացրեք իրանց հետ։ Ու դուք փախած չեք, ոչ էլ ասում եմ, դուք ղարիբել չեք, գաղթական էլ չեք, հոգեբանական իմաստով։ Դուք ձեր հայրենիքում եք, ապրեք ստեղ, լավ զգացեք ձեզ, հուսով եմ դուք երբեք չեք լքի Հայաստանը, ձեր երեխաները կապրեն ստեղ, ձեր թոռները կապրեն ստեղ, ու մենք վերջապես Հայաստանը հանգստություն կունենա։ Մի հատ սերունդ լինի, որ այդ սերնդից մեկը չելնի, ասի ինչի ես լքեցի իմ տունը։ Հերիք է արդեն, այդ հերիք է մեր պատմության մեջ, դրանով անընդհատ անցնենք, 50 տարին մեկ խապվենք մի բանին ու անցնենք դրա մեջով։ Ինձ թվում է, այս ընկալումը նաև ձևավորվել է հայտնի դեպքի առումով, երբ որ վարչապետը մետրոյում տիկնոջ հետ խոսում էր իր երեխայի ներկայությամբ, կարծում եմ շատը այդ պատճառով է ձևավորվել։ Համբարձում Սաֆարյանին փոխանցենք։ Շնորհակալություն հարցի համար, Համբարձում Սաֆարյան, Չարենցավան համայն Գյուղբջնի։ Պարոն Ռուբինյան, ունեմ երկու հարց։ Առաջինը հետևյալն է, մենք Հայաստանում ունենք գրանցված 70 եւ ավելի կուսակցություններ։ Կուզեի իմանայի, որ արդյոք կան այնպիսի կուսակցություններ, որոնք կուզեիք լինեին որպես ընդդիմադիր եւ ունենային լավ աշխատանք, եւ երկրորդը կապված է հետեւյալը, վերջին տվյալներով մեր ռազմական բյուջեն, այսինքն ծախսերը նվազել են, այսինքն ձեռքբերումների հետ կապված կարող ենք ինչ որ տվյալներ ունեք
ասել ինչի հետ է կապված, որ այս պահին, այսինքն անցած տարվա համեմատ նվազել է այս տարվա, այսինքն ձեռքբերումները կամ գնումները։ Առաջին հարցը կկրկնեք, լավ չհասկացա։ Հայաստանում ունեն գրանցված 70 եւ ավելի կուսակցություններ, կուզեի իմանայի, եթե ասենք մենք ձեր կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրը լինի իշխող ուժ, որ ուժերի, այսինքն որ ընդդիմադիր ուժերի հետ կուզեիք համագործակցեք եւ ինչ այսինքն որպեսի ավելի լավ աշխատանք ունենայինք երկրում։ Շնորհակալություն։ Դե առաջին մասով հիմա չեմ կարող ասել, որտեղ դա իմ գործը չի, ասել թե որ ընդդիմադիր ուժն է լավը։ Ես կուզեի այս նախկին ուժերը չլինեին։ Միանշանակ։ Ես կուզեի օլիգարխների ուժեր չլինեին, մարդկանց կաշառք տվող ուժեր չլինեին, մարդկանց շունշանգյալ անվանող ուժեր չլինեին, դա միանշանակ է։ Մնացած ցանկացած քաղաքական ուժ, որը թեկուզ այլ քաղաքական հայացքներ ունի, նորմալ է։ Կարևորը գողը հանցագործ չլինեն մի խոսքով եւ լինեն Հայաստանի քաղաքացի։ Երկրորդ մասով տեսեք, ռազմական բյուջեն մեր ահռելի աճ է գրանցել։ 2024 թվականին բյուջեն շատ կտրուկ աճ է գրանցել։ Դա այն տարին ա եղել, երբ որ մենք շատ մեծ քանակությամբ սպառազինություն ենք ձեռք բերել։ 2026-ին բյուջեն մի փոքր ավելի քիչ ա եղել, քան 25-ին, բայց միևնույն ժամանակ ավելի շատ ա եղել միևնույնն է, քան 24-ին։ Կարող է թվերը մեկական սխալ ասեցի, էլի 23, 24, 25 նայեք։ Չէ, 24, 25, 26։ Սպառազինությունն էս բան է, որ ամեն տարի շատ չես գնում, պատկերացրեք, ասենք, չգիտեմ, դուք տնային տնտեսություն եք, մի տարի տուն առաք։ Կամ մի տարի մեքենա առաք, հաջորդ տարին տուն առաք, այդ երկրորդ տարին առաջինի համեմատ ձեր բյուջեն մեծացավ։ Բայց երրորդ տարին, երբ որ դուք այդ պահի համար արդեն իսկ տան գումարը տվել եք, ռեմոնտի մեջ եք, կարող է այդ պահին նորից տուն չեք առնում, չէ՞։ Բայց կարևորն այն է, որ եթե տենդենսն ենք նայում, ամեն տարի ավելացել է, այս մի դեպքում, քանի որ անոմալ մեծ աճ ա եղել, հաջորդ տարին մի փոքր ավելի քիչ ա եղել, բայց դրա նախորդ տարվա համեմատ միևնույնն է մեծ ա եղել։ Մեր բյուջեն ռեկորդային թվերի է, այդտեղ անհանգստանալու բան չկա եւ մայիսի 28-ին էլ նաեւ զորահանդես կլինի եւ կտեսնեք թե այդ գումարները ինչի վրա են ծախսվում։ Հաջորդ հարցի համար Անի Թոփչյան։ Ես Անին եմ Գյումրուց, ակադեմիական վարժանիստ, 12-րդ դասարան տնտեսագիտական հոսք։ Պարոն Ռուբինյան, դուք պնդում եք, որ Թուրքիայի հետ բանակցում եք առանց նախապայմանների, սակայն Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ իրենց քայլերը սինխրոնացնում են Ադրբեջանի հետ։ Եթե Թուրքիան չբացի սահմանը մինչև Զանգեզուրի միջանցքի հարցով Ադրբեջանի բավարարումը, ո՞րն է լինելու ձեր պլան B-ն։ Կանխավ շնորհակալություն։ Զանգեզուրի միջանց գոյություն չունի, ես չգիտեմ ձեր հարցին այդ հատվածին ինչ ասեմ, գոյություն ունի թրիփ նախագիծ։ Առաջին մասով էլ պատասխանեցի նախորդ հարցերից մեկում։ Գոր Մարգարյան։ Բարև ձեզ, շնորհակալության հարցի հնարավորության համար։ Ես Գոր Մարգարյանն եմ, Կապանի թիվ 2 ավագ դպրոցից։ Իմ հեռախոսի մեջ այս բանի տեղեկություն կա ըստ Օրագիր Նյուզի եւ ազգային ժողովի նիստից Նիկոլ Փաշինյանը կատարել է հետեւյալ հայտարարությունը։ Չեմ մտածում Հայաստանի Հանրապետությունում այնքան շուն շանգյալ կա, որ կարող է ուժեղ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն անցնեն ԱԺ։ Ինչպես կբացատրեք Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը։ Շնորհակալություն։ Ես ձեզ ընդհանրապես խորհուրդ կտամ ոչ թե կարդալ վերնագրեր, այլ դնել եւ լսել։ Հասկանում եք։ Դնել եւ լսել։ Ինչ է ասել վարչապետ Փաշինյանը։ Ասել է, որ նախ ինչի մասնաշուն շանգալ, այդ պատմությանը ծանոթ եք։ Լսել եք դրա մասին։ Ինձ հետաքրքիր է, լսել եք այդ շունշագյալ բառը։ Այս վերջ երկու օրվա մեջ։ Ինչ ա եղել։ Հրապարակվել է ձայնագրություն, որտեղ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի թիմակիցները իրար հետ քննարկում են, թե ում ինչքան ընտրակաշառք են տվել, այդ մարդկանց էլ ում ընտրակաշառք են տվել կամ այն մարդկանց ում միջոցով են տվել, անվանում են բոշա, շունշանգյալ։ Ասում են, այդ ինչ է, այդ հավաքին եկել էին բոմժի շորերով էին եկել,
մի հատ նորմալ ալիքն է առել մի հատ շալվար, չգիտեմ ալիքնով է, բայց ենթադրում եմ ալիքն էլ կդատվի։ Այսինքն այդ մարդիկ իրանք որոշել են, այդ որ ասում եք, որ էլի հարց հնչեց, չէ, ինչի ռուսաստանցի օլիգարխը չի կարող լինել վարչապետ, որովհետև ինքը թվում է, որ իր կալուգայից պետքա գա մարդկանց առնի ու ասի շունշանգյալ, այդ դրա համար ինքը չի կարող լինել վարչապետ, ու դրա համար ինքը հարգանքի արժանի չի, որտեղ մարդկանց շունշանգյալ պիտակավորող քաղաքական ուժը չպիտի Հայաստանում ընդհանրապես գոյություն ունենա, իրենց պետք չի ընտրել։ Այդ դրա համար։ Իսկ ինչ ասել վարչապետ Փաշինյանը, վարչապետ Փաշինյանը ի ցույց է դրել, որ փաստորեն այդ մարդիկ իրենց ընտրողների շունշանգյալ են համարում եւ այն մարդկանց, ովքեր իրենց պատրաստվում են ընտրել փող վերցնելով, իրանք ասում են դուք շունշանգյալ եք։ Եվ վարչապետն էլ ասել է պարզա, չէ՞ որ իրենց ոչ մեկ չի ընտրելու, որտեղ Հայաստանում ոչ ոք իրենց շունշանգյալ չի համարում։ Ամենայն դեպս Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որ իրենց շունշանգյալ են համարում, այդ մարդիկ կարող է ընտրեն իրենց, էտա։ Բայց ձեր մեջ բերածը դասական մեդիա մանիպուլյացիայի օրինակ է։ Դասական մեդիա մանիպուլյացիա, այսինքն Փաշինյանը քննադատում է ռուսաստանցի օլիգարխի թիմին, որ մարդկանց շունշանգյալ են անվանում, բայց այդ օրագիր նյուզի սկրինշոթից տպավորություն է ստեղծում, որ Փաշինյանն է մարդկանց շունշանգյալ անվանում։ Քանի որ մեր ժամանակը սպառվում է, վերջին հարցի համար Գոհար Ղազարյան։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալություն հնարավորության համար։ Ես Գոհար Ղազարյան, սովորում եմ Ռիսովի պետական համալսարանում։ Պարոն Ռուբինյան, հարցս հետևյալն է։ Հանրությունը տեղեկանում է հանդիպումների մասին միայն 4 ստանդարտված մամուլի հաղորդագրություններից, ինչու չկա հստակ ճանապարհային քարտեզ եւ ինչ երաշխիքներ ունեք, որ Թուրքիան սահմանը բացելուց հետո այն կրկին չի փակի որպես ճնշման միջոց։ Հայաստանից նոր զիջումներ կորզելու համար։ Շնորհակալություն։ Սկիզբը ինչ ենք իմանում հաղորդագրություններից, հա, տենց էր հարցը։ Դեպա ուրիշ ոնց եթե ոչ մամուլի հաղորդագրություններից, բայց ոչ միայն հաղորդագրություններից։ Հիմա ես ձեզ պատմում եմ, չէ՞, այդ գործընթացի մասին, հարցազրույցներում եմ պատմում, արտգործնախարարն է խոսում, վարչապետն է խոսում։ Չկա բան, որ մենք անում ենք, որ հանրությունը չգիտի։ Սահմանի հետ կապված հարցը մի քիչ չեմ կարծում, որ հարցադրումը տրամաբանական է, որտեվ ասում եք, բա որ բացի հետո փագի, որ բացի փագի կլինի այնպես, ինչպես հիմա է, այսինքն մենք կորցնելու բան չունենք։ Որ ասում եք, որն է ռիսկը, որտեղ է վստահությունը, որ հետո չի փագի նորից։ Այն նույնիսկ վատագույն դեպքում, եթե նորից փագի, կունենանք նույն այսօրվա իրավիճակը։ Այսինքն ավելի վատ հաստատ չի լինի, բայց ընդհանրապես այդ որն է երաշխիքը բառակապացությամբ սկսվող հարցադրումները իրանք հաճախ թակարդ են էլի իրանց մեջ պարունակում, որովհետև իսկ որն է երաշխիքը, որ հիմա ստեղից դուրս գանք, ոտները սոտ չի տա եւ չենք ընկնի։ Որն է երաշխիքը, որ, չգիտեմ, մեր ընկերները մեզ չեն դավաճանի։ Ամեն ինչն էլ ունի իր երաշխիքների գրադացիան։ Պարզա, ձեր մի ընկերը ավելի քիչ հավանական է, որ ձեզ կդավաճանի, քան երկրորդը, եւ եթե դուք ալկոհոլ չօգտագործեք, հավանականությունը, որ ձեր ոդկը սոտ կտա, ավելի քիչ կլինի։ Մեր գործը այն չի, որ միշտ մտածենք, իսկ որն է սրա երաշխիքը եւ չանենք այդ։ Մեր գործն այն է, որ անենք այնպիսի բաներ, որպեսզի մեր ուզածների լինելու երաշխիքը մեծանա եւ մեր չուզածների չլինելու երաշխիքը մեծանա։ Եվ մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Եվ այն փաստը, որ հիմա կա խաղաղություն եւ որ 2 տարուց ավելի է մեր սահմանին զոհ չի եղել, մեր գործողությունների արդյունքն է, հասկանում եք, արդյունքն է նրա, որ մենք այսքան վիրավորանքների մեջով ենք անցել, մեր իշխանությունը նկատի ունենք։ Այս ինչ ասես չեն ասել, դավաճաններ, չգիտեմ, թրքամետներ, գործակալներ, սրիկաներ, ինչ մեզ մեղադրել են աշխարհում գոյություն ունեցող ամեն մեղքի համար։ Մենք տեսել ենք Ղարաբաղցի մեր եղբայրներին, ովքեր տեղահանվել են, մենք տեսել ենք իրանց աչքերում մեղադրանքը մեր հանդեպ, կամ ցավը, կամ արտասուքը։ Մենք ինքներս ենք մեզ մեղավոր զգացել, մենք ինքներս ենք զգացել այդ ցավը, բայց մենք ստիպված ենք եղել եւ հասկացել ենք, որ մենք պետքա առաջնորդվենք Հայաստանի լավագույն շահով։ Մենք պետք է անջատենք էմոցիաները, անջատենք մտավախությունները, անջատենք ամեն ինչ, ինչը մարդկային է, եւ
մաթեմատիկական հաշվարկ անենք, որն է մեզ տանում դեպի Հայաստանի լավագույն շահ։ Ոնց ենք մենք երաշխավորում, որ Հայաստանի 20743-ը մնա, ինքը վտանգված չլինի։ Ոնց ենք երաշխավորում, որ այս դալիճում նստած ոչ մի արական սերլի ներկայացուցիչ մոտակա տարիներին չսպանվի առաջնագծում։ Այդ տենց ենք մենք ստեղ, ու եթե դա ենթադրել է, չգիտեմ, այցելել Թուրքիայի նախագահի երթմնակալությանը, մենք դա արել ենք, եթե դա ենթադրել է պայմանավորվածություն մեր շահերից բխող իդեպ, պայմանավորվածություն ապաշրջափակման մասին մենք դա արել ենք, ու այսպես շարունակ, եթե դա ենթադրել է ուղիղ հայտարարել, որ մենք եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչում ենք, մենք դա արել ենք, եւ եթե դա ենթադրում է, որ մենք չենք հայտարարել, որ մենք չենք շարունակում Ղարաբաղյան շարժումը, մենք դա հայտարարում ենք, մենք դա անում ենք շատ անկեղծ, մենք դա անում ենք ազնիվ։ Ես վստահ եմ մեր Ղարաբաղցի եղբայրը շատ կուզեր, որ ես իրան ասեի, մենք կդնենք վերադարձի հարցը եւ կհասնենք դրան։ Բայց ես չեմ կարող դա ասել, որովհետեւ դա իրատեսական չի։ Մեկ, եւ երկրորդը, ասել դա նշանակում է, որ չի լինելու խաղաղություն։ Դա նշանակում է, որ լինելու են նոր եղբայրներ, նոր քույրեր, որոնք կարող է իմ չէ, հաջորդ իշխանության, հաջորդ իշխանության առաջ այդ հարցերը բարձրացնելու են։ Եվ քանի որ ավարտում ենք, ենթադրում եմ նոր հարց չկա, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հարցերի համար, այդ թվում սուր հարցերի համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել դրական ծափարությունների համար, բացասական ծափարությունների համար եւ հուսով եմ ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալություն։ Եթե թույլ տամ մեր մոդերատորը Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների ընթացքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետություն տեղի ունեցած դրական տեղաշարժի համար։ Դրանցից շատ չխորանամ, բայց մի քանիսը նշեմ, Հայաստանի Հանրապետությունում այլևս վարորդական իրավունքներ չեն գնվում, ոստիկանապետեր չեն նշանակվում փողով եւ նմանատիպ այլ լիքը օրինակներ կան։ Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է եւ ինչու եմ սա հատկապես նշում, ուզում եմ կոչ անել ձեզ, ձեր քաղաքական ղեկավարությանը նաեւ հանկարծ թույլ չտաք, որ ապազգային իշխանությունները, ապազգային ընդդիմությունը նորից հետ գա իշխանության եւ այն մարդիկ, ովքեր գնդակարել են մեր երկրի ողնաշարը, մեր ժողովրդին 2008 թվականի մարտի 1-ին, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին նորից չվերադառնան իշխանության եւ ժողովրդի ողնաշարը չկոտրեն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ընտրությունները անցնեն ազատ, արդար եւ ոչ մի շունշանգյալ չկարողանա ընտրակաշակ բաժանել։ Մնացածը արդեն ժողովրդի ընտրությունն է։ Եթե ժողովուրդը որոշի, որ մարդկանց շունշանգյալ համարողները պիտի գան իշխանության, իրանք կգան իշխանության։ Եթե ժողովուրդը որոշի շունշանգյալներին դնչկալ հագցնի, ուրեմն այդ դնչկալը կհագցնի։ Լավ եղեք։